Մեր համարական հասկանալիները եւ որոշակի հստակություններ մտցել։ Անալիք աշխարհման նախատեսում մեղադրանքը կողմնակում հանդեսայել ճիշտ է իրական դատավարության օրենսդրությունը նման հասարակ չի նախատեսում, բայց նման հասարակ ու խախտումներ նախատեսված է մարդու իրավունքների հնարավորությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի մասով, որտեղ որ հստակ նշված է, որ յուրաքանչյուր մեղադրվող հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձ պետք է իրավունք ունի իմանալու իրեն առաջադրված մեղադրանքի էությունը։ Հիմա տվյալ դեպքում մեղադրանքը այն աստիճան անորոշ է ձևակերպված, որի հետևանքով վերապես խափանվում է պաշտպանության իրականացման մարտավարությունը։ Եվ սրանից ելնելով հաշվի առնելով, որ մեղադրանքը պաշտպանում է մեղադրողը, որոշակի բացառություններ են ուզում։ Դատարանը կրկնում է, որ հարցերը եւ մեղադրանքի հայտարարության հարաբերական կարող է արարական ի տարբերություն որոշակի առումով նմանատիպ հասարակական նախատեսում է դատարանը ամբաստանալից վարվում է Շապարի պապարան դատարանի չէ այլ է։ Ինչեր բախման խոսքով հանդես գալը պապարան դատարան պաշտպանական կողմների միջնորդություն ունի պաշտպանական միջնորդությունը լսենք բախման խոսքից հետո դատարանը։ Շատ լավ։ Պապարան դատարան պաշտպան խոսքով ցանկանում դեպքատվությունը հրավիրել այն նախանավների վրա, որոնք իմ խորին համոզմամբ էական նշանակություն են ունենալու գործի արդարացի դատականության վրա, դրանցից առաջինը այն է, արդյոք Երևանի Իսահակովի հարակից տարածքների հողամասերը ապօրինի փոխարինելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ քննություն իրականացնել է օրինական եղանակով։ Այս ակտի պաշտպանական կողմը ուշադրությունը հրավիրելու է այն հանգամանքի վրա, որ իսկը բան է, տվյալ հարցի վերաբերյալ քննությունը իրականացվել է ապօրինի։ Մասնավորապես պարտադրան դատարաններ ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2018 թվականի փետրվարի 17-ին Ոմը Լեյլա Գարստյան հաղորդում է տվել այն մասին, որ պարբերաբար քաշարքներ է տվել ընդհանրապես 2.800.000 ԱՄՆ չափով նախկին ՊԵԿ-ի առաջի տեղակալի Արտուր Աբդուկյանին, որպեսզի վերջինս էլ հնարավորություն իրեն տա ջարդումները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու վերաբերյալ։ Հաղորդումը ինչպես նշեցի տրվել է 2015 թվականի փետրվարի 17-ին։ Հաղորդման մեջ որևէ բառ չկա Իսահակովի փողոցային հարուստ տարածքների հողամասերի օտարման վերաբերյալ։ Բոլորիս հայտնի է պատվազան դատարան, որ եթե գործը արտահանում քննարկվում է մեղադրանքի շուրջ, ապա նախաքննության ընթացքում գործը քննվում է հաղորդման մեջ նշված եւ այս ակտի հարուցված դեպքի շուրջ։ Բնականաբար կարող է կոնկրետ դեպքի ակտի իրականացող քննության ընթացքում, օրինակ ասենք, ապացույցների ձեռքբերման, վկաների հարցաքննության ընթացքում որոշակի տեղեկություններ վկա բացի դեպքի հետ կապված հանգամանքներ, որոշակի տեղեկություններ հայտնի նաև
այլ ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ։ Որպեսզի հանգամանքը նոր արդեն հիմք կհանդիսանա այն ժամանակվա օրենսդրությամբ առանց ինքնիական գործ հարուցելու եւ այդ երկրորդ դեպքի հետ կապված քննություն կատարելու։ Դրա դեպքում նման բան չենք ունեցել։ 4 տարի պատվարժան դատարան, ես հատուկ տեսնում եմ։ 4 տարի նախաքննական մարմինը Լեյլա Գալստյանի հաղորդման հիման վրա կաշառքի հարուցել է միայն պաշտական դիրքի չարաշահման հատկանիշներով քրեական գործ եւ 4 տարի քննություն իրականացրել Իսակովի պողոտայի հողամասերի օտարման վերաբերյալ։ Ընդ որում պատվարժան դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով դες ակնհայտ կդառնա, որ այդ քննչական գործողությունները իրականացնելիս ոչ թե կատարվել են Լեյլա Գալստյանի հաղորդման մեջ նշված դեպքի վերաբերյալ, որից ելնելով ստացել է տեղեկություն Իսակովի պողոտայի հետ կապված հողամասերի օտարման վերաբերյալ, այլ որ ուղղակիորեն հենց Իսակովի պողոտայի հողամասերի օտարման հետ կապված դեպքի վերաբերյալ քննություն իրականացրել առանց Լեյլա Գալստյանի հաղորդման մեջ նշված հանգամանքների։ Մասնավորապես պատվարժան դատարան վկաներ են հարցաքննվել, որոնք որ կանչվել են եւ ուղղակիորեն հարցերը սկսվել են, հարցաքննությունը սկսվել է նաեւ որ ինչ կասեք այ Իսակովի պողոտայի, ես ինչ հողամասի ձեռքբերման, օտարման եւ այլ հանգամանքների շուրջ։ Ինչ նախաքննական մարմինն համար քրեական դատավարությունը այս գործով տարբերվում է մյուս գործերով իրականացվող քրեական դատավարության ունեցողից։ Սա առաջին, սա ապացուցում են հանգամանքը, որ պատվարժան դատարան ցույց է տալու հանգամանքը, որ նախաքննական մարմինը այս գործով ամենևին էլ չի գործել քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով, որ այս քրեական գործը նախաքննական մարմնի համար եղել է բացառություն։ Այդ չեմ ասում, պարզել չի այդտեսել։ Կաշառքի հետ կապված Լեյլա Գալստյանի կամ Ակուլ Աթիկյանի մեղադրանքներ առաջադրվել է գործ ուղարկվել է դատարան թե չէ։ Հաջորդ հանգամանքը պատվարժան դատարան, որի վրա ես ձեր ուշադրություն եք ցանկանալ հրավիրել, ես ինչպես նշեցի, պատվարժան դատարան 2000 Իսակովի պողոտայի հողամասերի օտարման հետ կապված դեպքի արդիվ քրեական գործը հարուցվել է 2022 թվականի փետրվարի 17-ին։ Ինչպես նշեցի 4 տարի քննություն է իրականացվել։ Պատվարժան դատարան 2022 թվականի փետրվարի 17-ին քրեական գործը հարուցվել է քրեական նախին քրեական ունեցքի 308 գործվածի երկրորդ մասի հատկանիշները։ Որպեսզի հանցագործությունը դասվում էր ծանր հանցագործությունների շարքին եւ վավերության ժամկետը 10 տարի։ Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի նախքին հստակ սահմանում է, որ քրեական գործ չի կարող հարուցվել, եթե անցել են վավերության ժամկետը։ Պատվարժան դատարան 2022 թվականի հարուցված քրեական գործի որոշման մեջ կարիք իրականացնող մարմինը նախաքննական մարմինը նշել է, որ դեպքը հողամասերի օտարման ենթադրյալ դեպքը տեղի ունեցել 2005 թվականից մինչև 2010 թվականը։ Այսինքն քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացնելու պահից առնվազն 12 տարի առաջ։ Ինչպես կարող է քրեական հետապնդման մարմինը այդպիսի որոշում կայացնել, եթե օրենքի իմպերատիվ պահանջը արգելում է դատախազությանը քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել։ Այս հանգամանքը ևս վկայում է այն մասին, որ պատվարժան դատարան նախաքննական մարմինը հանդիպես այդ դատախազության, որ հսկողություն է իրականացնում քրեական գործի շրջանակներում օրինականության նկատմամբ, ամենևին էլ նպատակ չի հետապնդել պահպանելու օրենքի պահանջները։ Եվ այս քրեական գործի հարուցումը հետապնդել է բացառապես այլ նպատակներ։ Ուրիշ հետևություն ողջամտորեն այս ամենի վերաբերյալ հնարավոր չէ, ուրիշ հետևության այս ամենի վերաբերյալ հնարավոր չէ հանդիպել։ Հաջորդ հանգամանքը պատվարժան դատարան, որի վրա ձեր ուշադրությունը ցանկանում հրավիրել, դա այն է, որ պատվարժան դատարան քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որից ելնելով տվյալ տեսակի հանցագործությունները դարձել են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեին ենթակային են բացառապես հակակոռուպցիոն կոմիտե։ Այս արդի պատվարժան դատարան ձեր ուշադրությունը ցույց է
տալու, որ այս քրեական գործը նախաքննության ընթացքում ես ներողություն եմ տալիս համանախության համար, բայց այդ տարբերակ չկա։ Ֆուտբոլի գնդակի պես ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտը ուղարկում էր հակակոռուպցիոն կոմիտեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն այնտեղից հետ էր վերադարձնում ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին, ասելով որ դու պետք է քննես եւ այդպես մի քանի անգամ։ Ի վերջո հաղթող ճանաչվեց հակակոռուպցիոն կոմիտեն, որից ելնելով չունենալով տվյալ քրեական գործը քննելու օրենսդրական լիազորություն, այնուհանդերձ նախաքննությունը շարունակեց իրականացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը։ Ընդ որում այս ընթացքում պատվարժան դատարան դատախազի կողմից որևէ գործողություն որոշում կայացված չի եղել։ Այս ամենը վկայում է այն մասին, պաշտպանական կողմը ցույց է տալու, որ այս ամենից արդյունքում այսպես կոչված այս ենթադրյալ դեպքի արդի ձեռք բերված բոլոր ապացույցները փորձել են ապացուցողական նշանակությունը, որովհետև ինչպես ես նշեցի, ի սկզբանե նախ որոշակի Լեյլա Գալստյանի հետ կապված դեպքի արդի քննությունը իրականացվել է ոչ թե Լեյլա Ավետիսյանի հաղորդման մեջ նշված հանգամանքների շուրջ, այլ բոլորովին հաղորդումից զատ այլ հանգամանքների շուրջ հողամասերի օտարման վերաբերյալ, այնուհետև ինչպես նշեցի, քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացել է նման իրավասությունը ուղղակիորեն պաշտպանված է, հետևաբար ամբողջ քննությունը այս ընթացքում իրականացվել է նման իրավասություն ունեցող մարմնի վարչությունների բացակայությամբ այնուամենայնիվ եւ դեռչապես նաեւ քննչական ենթակայության հետ կապված է։ Բացի այդ պատվարժան դատարան ձեռնշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա եւ պաշտպանական կողմը դատաքննության ընթացքում փորձել է դա ցույց տալ, որ նաեւ նախաքննությունը կատարվել է ծայրահեղ միակողմանի ամենևին նպատակ չի հետական դեպարտարությունը պարզելու եւ եթե տեղի է ունեցել հանցագործության դեպք, հանցագործության կատարող անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլ նախաքննական մարմինը դատախազության գլխավորությամբ, որպես այդպիսի թիրախ է ընտրել պաշտպանյալից, փորձելով պաշտպանյալից բույքը ապօրինի կերպով պետականացնելու, այս ուղղությամբ պաշտպանյալից քննությանից առաջից սկզբնականից պարից պաշտպանյալից դեմ պայման դնելով, որ եթե ցանկանում է ազատության մեջ հայտնվել եւ քրեական պատասխանատվության չենթարկվել, ապա Իսակովի Պողոտայի հողամասերը իրենց պատկանող հողամասերը անհատույց վերադարձնի պետությանը եւ հրաժարում ստանալուց հետո կալանավորվել է պաշտպանյալը եւ մինչեւ հիմա սա է պատճառը նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացնում։ Իսկ եթե հանցագործության դեպք է տեղի ունեցել, ապա իրական կատարողները պատվարժան դատարան Համբաստանյանի ակտորի նստած չեն եւ պատասխանատվություն ինչ որոշ չեն։ Այս ակտիվ պատվարժան դատարան առաջին հանգամանքը, որի վրա ես ձեռնշադրությունը ցանկանում հրավիրել նա է, որ եթե տեղի ունեցել հանցագործության դեպք, ապա այս հանցագործության գլխին պետք է կանգնեցնի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Պատվարժան դատարան հողամասերը հանդիսացել են պետական սեփականություն։ Պետական սեփականությունը տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու լիազորությամբ կոչված է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այսինքն կառավարությունն է որոշում, ինչ եղանակով դա արվի, որը հնարավորինս իշապ լինի Հայաստանի Հանրապետության հանրության։ Եթե տվյալ դեպքում պատվարժան դատարան հողամասերի օտարումը է եղել, ինչպես նշում է մեղադրանքի կողմը շուկայական բնից համեմատ էժան գնով, ապա առաջին սրա պատասխանատուն պետք է լինի կառավարությունը։ Կոնկրետ այն անձին, ովքեր որ այդ ժամանակ եղել են կառավարության անդամ։ Ովքեր որ բոլորը այս որոշումների կայացմանը միջամտել են, կամ պիտի միջամտացնեն, չէին կարող միջամտել։ Ինչից է բխում այս տրամաբանությունը պատվարժան դատարան։ Բնականաբար ֆինանսական միջոցներ ունենալու արտաբյուջետային, քանի որ բյուջեը հստակ է, ապա առողջ դատողությունը եւ տրամաբանությունը հուշում է, որ այս պարագայում պաշտպանության նախարարությունը պետք է որոշակի փաստաթուղթ պատրաստի ներկայացնի կառավարություն, հայտի եղանակով կլինի թե այլ հարցը, որտեղ որ պետք է մանրամասն նշի,
թե ինչ ծրագիր է ցանկանում իրականացնել եւ որ այս ծրագրի իրականացման համար ինչքան գումարներ են անհրաժեշտ։ Դրանից ելնելով կառավարությունը պետք է այս հանգամանքները քննարկման առարկա դարձնի։ Համապատասխան գերատեսչությունների կամ այլ մարմինների միջոցով ստուգումներ իրականացնի եւ վերջնականապես դիրքորոշումը հայտնի։ Չի կարող լինել վերացական պաշտպանության նախարարության կողմից դիմում թե առավել ևս բանավոր, որ անհրաժեշտ է X գումար առանց համապատասխան հիմնավորումների, որից ելնելով կառավարությունը ասի, ես համաձայն եմ, որ այս X գումարի համար այսքան գույք փոխանցեմ։ Չի կարող պաշտպանության նախարարությունը ասի տուր հողամաս եւ կառավարությունը առանց պարզելու ինչի համար է հողամասը պետք, այդ հողամասի արժեքը ինչքան է կազմում, վերցնի եւ այդ հողամասը տա նախարարությանը եւ ասի ինչ ուզում ես անել։ Այդ մեղադրանքը մենք որպես այդպես ենք ասում։ Այն ես ինչ էի բարձրաբանում ուզում մեղադրել, որտեղ ըստ մեղադրանքի ինչքան որ ես կարողանում եմ հասկանալ, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կամ կազմակերպությամբ տեղի է ունեցել պետական հողամասերը շուկայական արժեքից անհամեմատ էժան գներով վաճառ, որի արդյունքում պետությանը պատճառվել է։ Ես սրանից զատ չեմ կարողանում հասկանալ, կառավարությունը ուր է ստալվել, պատվարժան դատը։ Որոշումները չեն կառավարությունը կայացրել, թե կառավարությունը հարգելի մեղադրողական բան, մի մարմին է, որը ուղղակի ասում է, ես քեզ տվեցի, ես այդ գործ չունեմ, ինչ ուզում ես անել։ Համեմատության կարգով, եթե հարգելի մեղադրողը որևէ մեկի լիազորադիրքայի գույքի օտարման հետ կապված չի հետևելու այդ գույքի ընթացքի, այդ գույքի արժեքի վերաբերատեղեկությունները չի պահանջելու, թե ասում է, ես լիազորադիրք տվեցի, ես այդ գործ չունեմ։ Բնականաբար ուզելի է։ Պատվարժան դատան, կառավարություն, կոպիտ ասած, ոնց որ ընկերությունը պետության հետ եթե համեմատենք, կառավարությունը դա ընկերության գործադիր մարմինն է։ Հանրությունը, հասարակությունն է, դա ընկերության հայատերն է, ով որ որոշումներ է կայացնում։ Հիմա ընկերության հիմնադիրները լիազորել են ընկերության ղեկավարությանը, որպեսզի ընկերության գույքը կառավարեն։ Ընկերության մի վարչություն, ընկերության տնօրինությունից ասում է, ինձ անհրաժեշտ է գումար եւ ընկերության տնօրինությունը գումարը տալիս է ընկերության վարչությանը։ Առանց ընկերությունի հետագայում հաշվետվություններ պահանջելու համար է պետք։ Առանց պահանջելու ապացույցներ, թե գումարները որ ստացել, որտեղ է ստացել, եւ սա մեղադրողը համարում է նորմալ։ Այն նույն համեմատությունն է պատվարժան դատան, այսպիսի բան գոյություն չի կարող ունենալ, այսպիսի մեղադրանք չի կարող լինել։ Սա անհետեթության աստիճան է, որևէ այլ տրամաբանական բացատրություն ես այստեղ չեմ տեսնում պատվարժան դատան։ Ընդ որում պատվարժան դատարան նպատակի հետ կապված։ Այս վարկավարության ընթացքում պաշտպանական կողմը ցույց է տալիս, որ ընդհանրապես ոչ միայն այս կառավարության հետ կապված, կառավարության հենց իրավասությունների, որ կառավարությունը այս ամեն ինչի գլխին կանգնած ոչ մի քննություն չի իրականացրել նախաքննական մարմինը, համոզված եմ այս դատախազության գլխավորությամբ չի թողել դատախազությունը որը։ Հակառակ պարագայում անպատասխանություններ կտավ։ Այլ նաև պատվարժան դատարան ձեր ուշադրությունը ցանկանում եմ գրավել, որ ամբողջ քրեական գործիքների հետազոտումից ակնհայտ կդառնա, որ ընդհանրապես հասկանալի չէ այդ հողամասերը ինչ նպատակի համար է հատկացվել պաշտպանության նախարարության։ Ինչ ծրագրեր դրանով պետք է իրականացնեն։ Ինչ է սա նախաքննական մարմնի եւ դատախազությանը հետաքրքիր չէ։ Բայց չէ՞ որ սա է կարևոր նշանակությունը։ Պատվարժան դատարան նաև 2005 թվականից 2010 թվականը մինչև տեղի են ունեցել հողամասերի օտարում։ Այս պարագայում պատվարժան դատարան առողջ դատողությունը հուշնելու յուրաքանչյուր հողամասի օտարման հետ կապված պետք է հաշվետվություններ ներկայացնել կառավարությունից նախարարություն, նախարարությունից կառավարություն։ Ընթացակարգեր պետք է գոյություն ունենային։ Ինչ եղավ այդ գումարը, ուր գնաց այդ գումարը, ինչ նպատակի հիման վրա։ Արդյոք ի սկզբանե կոնկրետ հողամասի օտարման գումարը կառավարության կողմից հաստատված է եղել, թե հաստատված չի եղել։ Չէ՞ որ սա կառավարության լիազորության մեջ է մտնում առաջի։ Պետության սեփականությունը հանդիսացող հողամասը
հանրության շահերից բարելուված պայմաններով օտարելու անհրաժեշտությունից ելնելով։ Թե կառավարությունը մեղադրողը նորից փորձել է պատել, որ ընդհանրապես կապ չունի, կառավարությունը սահմանափակել է մի հատ որոշումը, որ տալիս է նախարարության, ասում է նախարարություն ինչ ուզում ես արա։ Ու մինչև հիմա փորձում են ասել նախարարն ասել է ինչ ուզում եք արեք վարչության պետք է։ Մասնավորապես Արմեն Սարգսյան, ոնց ուզում ես վաճառի։ Սա է նախարարության ասած, ներողություն, դատախազության ասած։ Հիմա անդրադառնում ընթացակարգերի հետ կապ։ Պատվաստան դատարան, մի խորին համոզման, յուրաքանչյուր կառավարության կողմից, յուրաքանչյուր հող հատկացում պաշտպանության նախարարության, այն արտաքին դրացնելու հետ կապված, պետք է վերին աշխարհի հսկողության առաջխաղին եւ պահպանների որոշակի նախագծի։ Եթե բյուջեն օրենքով է նախատեսված եւ կան մեխանիզմներ հսկողական, ապա եթե երբ որ արտաբյուջեի մասն է, բնականաբար եւս պետք է այդ մեխանիզմները։ Եվ քանի որ դա օրենքով ուղղակիորեն նախատեսված չի լինում, հենց այդ հսկողական մեխանիզմները առաջի եւ կառավարության վրա է դրված։ Եվ կառավարությունը պետք է ամբողջը իրականացնի։ Այս նախաձեռնության ընթացքում ոչ մի այդպիսի բան իրականացված չի։ Իրական գործում նյութ չկա անգամ այն մասին, որ մենք նայենք հասկանանք ինչ ընթացակարգով է այս ամբողջ process-ը սկսել։ Ինչից ելնելով է կառավարությունը մեկ է մի օր որոշել, որ պետք է հողամասերը հատկացվի։ Ինչ չափանիշներից ելնելով է կառավարությունը որոշել, որ հողամասերը սկզբում պետք է օտարվի ուղղակի վաճառքով, եւ հետագայում ինչ չափանիշներից ելնելով է եւ ինչ ընթացակարգերից ելնելով կառավարությունը այսպիսի փոփոխություն մտցրել, որ նաեւ ուղղակի վաճառքից է։ Այս ուղղությամբ եւս ոչ մի քննություն նախաձեռնական բանների չի իրականացվում։ Այս ամբողջ իրենց համակցության մեջ խոսում է մեկ բանի մասին, պատվաստան, որ նախաքննական մարմին անձինս դատախազության մեկ նպատակ է հետապնդել։ Շատ արագ կարգով գործը մտցնել դատարան, ցույց տալ, որ բացահայտել են հանցագործություն եւ հիմա վնասների փոխհատուցում է լինելու պետության։ Եվ որ կոնկրետ Արմեն Սարգսյանը պետությանի հանցավոր գործողությունների արդյունքում պատճառել է այս կամենը։ Արմեն Սարգսյանի լիազորությունների հետ կապված կոլեգաս խոսի, ես այդ ոլորտի հետ կապված բան չեմ ասում։ Ես ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել հետևյալ հանգամանքի վրա, պատվաստան։ Մենք վերջերս տեղեկացանք ԶԼՄ-ներով, որ մեղադրանք է առաջադրվել, ոնց հասկանալ է ԶԼՄ-ներից, այդ նաև դատախազության կողմից հրապարակված, որ մեղադրանք է առաջադրված է Սերժ Սարգսյանի եւ մեղադրանքը ստեյցիան այսպես փոխվածներով է, ինչ-որ մի պաշտպանյանքն է, որից ելնելով պատվաստան դատարան կարելի է ենթադրել, որ պաշտպանյանից առաջադրված մեղադրանքի մեջ որոշած Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ենթադրել, որ ամբողջ կազմակերպիչը պետք է լինի Սերժ Սարգսյան։ Պատվաստան դատարան այս դեպքում հարց է առաջանում։ Եթե Արմեն Սարգսյանը մեղադրանքի առաջադրված այն համասին, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ որոշակի գործողություններ է կատարել, ինչ ոչնչով է ունեցել բարիք իրականացնող մարմինը, անձինս դատախազի, Սերժ Սարգսյանի ևս նման մեղադրանք չառաջադրելու եւ այդ մեղադրանքով գործը դատարան չուղարկի։ Չէ՞ որ եթե Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ է կատարվել հանցագործություն, ապա արդարադատության շահերից ելնելով պատվաստան դատարան։ Սերժ Սարգսյանը ևս պետք է այստեղ լիներ, որ քննությունը օբյեկտիվորեն կատարվի։ Նախաքննության ընթացքում որևէ խոչընդոտ չի եղել Սերժ Սարգսյանի մեղադրանք չառաջադրելու կամ ասենք նրա նկատմամբ հետախուզում հայտարարել եւ այլն։ Ոչ մի խնդրեմ այդպիսի նախաքննական մարմին։ Ինչն է պատճառը եղել, որ մեն չեր ստացել։ Տրամաբանությունը մեկը կարող է, որ դատախազությունը տեսնում է, որ այս հիսապտարական էական գործը ամբողջությամբ դատարանը ուղարկելու պարագայում կարող է պարտության ենթարկվել եւ որոշել է բաղդատել մաս-մաս գործերը ուղարկել դատարան եւ փորձել է ամեն մի փոքր գործով դատական համակարգի վրա ճնշում գործադրելով հասնել նպատակի, որ լինի մեղադրական դատարանություն։ Այսպես
մեղադրանքի մեջ նշում է, որ Վարչական Հասարյանի Բոհամասի հետ կապված դեպքի ոչ թե Վարչական Հասարյանին է վերաբերում, այլ Մկրտումյանի հետ կապված Բոհամասը բաղկատել է մի քանի մասերի առանձին վաճառել, նույն եղանակով է ստեղանում։ Դնում մասերը անջատում ու արկում, որ հնչեղություն չստանա, մեծ հատիկ չունենա։ Ուրիշ ողջամիտ տրամաբանություն պատվարժան դատարան այս պարագայում ես չեմ տեսնում, եւ ես դատականության ընթացքում եւս ցույց եմ տալու, որ եթե Սերժ Սարգսյանը կապարել է անցան, ինչպես մեղադրանքի մեջ նշված է, ապա Սերժ Սարգսյանը եւս պետք է ստեղծի մեր ամբաստանյանների աթոռին, որ մենք կարողանայինք պաշտպանությունը իրականացնեին արդարության շահից ելնելով։ Հաջորդ հանգամանքը, որի վրա ձեր ուշադրությունը կցանկանամ հրավիրել, Արմեն Սարգսյանի մեղադրանքի բովանդակությանը եթե նայում ենք պատվարժան դատարան, ըստ ավարտված հանցագործություն է։ Ստացվում է, որ Արմեն Սարգսյանը պետք ունենալով օրենսդրությամբ իրավասություն եւ լիազորություն Բոհամասեր օտարելու եւ չունենալով ուղղակիորեն իրավասություն իր անմիջական վերադասը չհանդիսացող անձանց որևէ ցուցում տալու այնուհանդերձ ըստ մեղադրանքի ցուցումները տվել, որ վերջերս արդեն իսկ ստորագրված պայմանագրեր են Բոհամասերի օտարման պայմանագրերի նախարարի կողմից ստորագրված։ Ներկայացնեն նոտարական բավերացում եւ դրանով դիտել է հանցագործության ավարտը։ Պատվարժան դատարան, այլ կերպ ասած, մեղադրանքի կողմի պնդման Շելեչյանի եւ Պապյանի համապատասխան ենթադրյալ հանձնարարություն տալը համարվել է հանցագործության ավարտ։ Պայմանագրի նախագիծ նոտարին տանելը արդեն իսկ դրանով պետությանը վնասել։ Այսինքն նոտարի ֆունկցիան կրել է լրիվ ձևական, գույքի գրանցումը կրել է լրիվ ձևական բնույթ, մեխանիկորեն հենց ինքս ինքան պետք է տեղի ունենար, եւ դրա հետևանքով միանգամից պետությանը վնաս է կրվել, պատճառվել առանց կառավարության միջամտության, եւ կառավարությունը այս 5 տարվա մեջ չի տեղեկանում, որ Բոհամասերը շուկայական արժեքից էժան են վաճառվում, աչքեր է թաղում, եւ սա նորմալ է։ Նոտարը, որի գործողությունները պատվարժան դատարան ըստ էության Արմեն Սարգսյանի մեղադրանքով նոտարի գործողությունները համարվում են ավարտված եւ նրան մեղադրանք առաջադրելու անհրաժեշտությունը եթե այսպիսի ձևակերպում է տված ակնհայտ նոտարի մեղադրանք առաջադրելու հիմքեր չունի նույնը կադաստրի կադաստրին է վերաբերում կադաստրի անպատասխան աշխատանքիչների ովքեր որ գրանցել են ակնհայտ անօրինական գործարքները ըստ մեղադրանքի Ինչ է ստացվում, Արմեն Սարգսյանն է սա ինչ է մասնակետ, Արմեն Սարգսյանն է սա։ Պատվարժան դատարան, ես համոզված եմ, որ ձեր նախագահությամբ իրականացվի արդար դատաքննություն եւ արդար դատաքննության ընթացքում այս հանգամանքները կպարզվեն եւ եթե պարզվի, որ տեղի ունեցել հանցագործության դեպք, ապա ակնհայտ կդառնա, որ պաշտպանյալս այդ հանցագործության դեպքի Միանալով գործիքերոջի սպասման խոսքին, նախ եւ առաջ ցանկանում եմ հետեւյալը նշել, նույն մեղադրանքները, որը որ դատախազի կողմից ներկայացված են եւ նաեւ սպասման խոսքում էլ նշվեցին, երկու կարևոր հանգամանքի կարելի անդրադառնալ, նախ առաջինը, որը որ բոլոր դեպքերին է վերաբերում, եւ երկրորդը առանձին դեպքերին, նախ եւ առաջ այս բոլոր դեպքերում, որը որ դատախազի կողմից մարտահրավերվեց մի շատ կարևոր հանգամանք կարմիր թելով ասում է, որ Արմեն Սարգսյանը որպես կապիտալ շինարարության եւ զորքերի բնակարարման վարչության պետ որևէ երբ լիազորված չի եղել եւ լիազորություն չի ունեցել որևէ Բոհամաս վաճառելու եւ ոչ էլ որևէ երբ միջամտելու այդ գործընթացին։ Դատախազը մեղադրանքի մեջ շատ հստակ նշում է պարոն Սարգսյանի լիազորությունները, նշելով, որ զբաղեցնելով այդ պաշտոնը ունի համապատասխան լիազորություններ համապատասխան իր զբաղեցրած պաշտոնին որպես վարչության պետ, բայց ոչ թե համապատասխան այն մեղադրանքին, որը որ ներկայացված է սույն քրեական բարոյի շրջանակներում։
ուշադրություն դարձնենք, որ այս ամբողջ գործընթացում որպես կապիտալ շինարարության եւ բնակավարման վարչության պետ պարոն Սարգսյանը ոչ կանոնադրությամբ, ոչ որևէ հրամանով, ոչ հանրական գործում առկա որևէ փաստաթղթով որևէ կերպ լիազորություն չունի եւ նույնիսկ առանձին ընթացակարգով չի լիազորվել որևէ հողամաս վաճառելու կամ որևէ մեկին լիազորելու, որ որևէ գործընթացում արտվաճառքի ներգրավելու։ Եվ հետաքրքիր է մի հանգամանք, որ սույն քրեական բարոյթի շրջանակներում, այդ թվում միջդատական բարոյթի ընթացքում այս հանգամանքը ի սկզբանե պաշտպանության կողմից բարձրաձայնվել է եւ որևէ հստակ պատասխան դրա վերաբերյալ առկա չէ։ Եվ նաեւ այն բոլոր լիազորությունները, որը որ ունեցել է պարոն Սարգսյանը ի պաշտոն է, որևէ առնչություն չունեն այն գործընթացին, որտեղ որ դատախազություն ունեցել է հանցագործություն եւ պարոն Սարգսյանին առաջադրել մեղադրանք։ Կարևոր է նշել նաեւ մի հանգամանք, երբ որ մեղադրանքի մեջ նշվում է, որ հանձնարարություն է տվել եւ իրեն հանձնարարություն է տրվել, պարոն Սարգսյանին որևէ կերպ, որևէ հրաման, հրահանգ, կարգադրություն չի տրվել եւ վերջինս եւս նման լիազորություն եւ լիազորությունից բացի որևէ հրաման եւ հրահանգավորում չի իրականացրել։ Ուշադրություն դարձնենք, որ մեղադրանքի մեջ այդ մասը որևէ կերպ հստակ արտացոլված չի, թե այդ հրամանը եղել է բանավոր ընթացակարգով, եղել է գրավոր ընթացակարգով, կամ այդ հանձնարարությունը եղել է գրավոր կարգով, բանավոր կարգով, քանի որ բոլորս գիտենք, որ համապատասխան պետական պաշտոնատար անձին միմյանց հրամաններ, հանձնարարություններ տալու ընթացակարգ ուղղություն ունի, եւ դա պետք է լինի կամ բանավոր կարգով, որը բնականաբար հետագայում պետք է համապատասխան գրավոր արտացոլումը ևս ունենա, կամ գրավոր ընթացակարգով պետք է լինի այդ հանձնարարություն տալը, քրեական բարոյթի ամբողջ նյութերում որևէ կերպ, որևէ փաստաթուղթ դրա մասին առկա չէ, եւ նույնիսկ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի է, որևէ անձի ցուցմունք էլ առկա չի, որտեղ որ պարոն Սարգսյանի տվյալը կնշվի որպես հանձնարարություն ստացած անձի կամ հանձնարարություն տվող անձի, այդ թվում համապատասխան նոտարական գրասենյակ որևէ անձի կողմից գնալու։ Ուշադրություն դարձնենք, որ նոտարական գրասենյակ գնացող անձին իրենց մոտ ունեցել են լիազորագիր համապատասխան պաշտոնատար անձի կողմից, նախարարի կողմից տրված լիազորագիր, եւ ակնհայտ է, որ պետք է լիազորագիր լինել հենց նախարարի անունից, քանի որ կառավարությունը համապատասխան որոշման, որպես բացառիկ լիազորություն նշված գույքերի, նշված հողամասերի վաճառքի համար լիազորել է հենց նախարարին, այլ ոչ թե լիազորել է որևէ վարչության պետի կամ վարչության որևէ աշխատակցի։ Եվ դա ակնհայտ երևում է հենց քրեական բարոյթում առկա տվյալներից եւ նաեւ մեղադրական եզրակացությունից ակնհայտ դա երևում, որ պարոն Սարգսյանի ստորագրությամբ որևէ փաստաթուղթ, որ կլիազորվի որևէ անձ գործողություն կատարելու առկա չի։ Հաջորդ հանգամանքը, որը որ դատախազության կողմից դիտվել է որպես հանցավոր, մեղադրանքի հիմքում ընկած, խնդիրը կայացել է նրանում, որ առկա է կառավարության որոշում, սակայն հողամասերի օտարումը տեղի ունեցել մի դեպքում հողային օրենսգրքի սահմանված կարգի խախտմամբ, մասնավորապես պետք է տեղի ունենալ ըստ դատախազության աջուրի ընթացակարգով, սակայն տեղի ունեցել ուղղակի վաճառքի ձևաչափով, եւ մյուս խնդիրը, որը առկա է եղել մեղադրանքում, եղել է այն, որ հողերը վաճառվել են շուկայականից շատ էժան ըստ դատախազության գներով։ Առաջին հարցադրման վերաբերյալ կարող ենք հստակ պնդել, որ հողային օրենսգրքով սահմանված կարգով աջուրդով պետք է վաճառվել, թե պետք է վաճառվել ուղղակի վաճառքով, այդ հարցը իրենից ներկայացնում է իրավաբանական գիտելիքներ, պահանջում է իրավաբանական գիտելիքներ եւ որևէ կերպ անկախ նրանից, որ պարոն Սարգսյանը լիազորություն չի ունեցել այդ գործընթացին միջամտելու կամ առնչվելու, սակայն այդ հարցի պատասխանը թե գույքը պետք է վաճառվել հողային օրենսգրքով նախատեսված որ մեխանիզմով, դրա համար պահանջում է համապատասխան իրավաբանական գիտելիքներ եւ սույն բարոյթի շրջանակներում անկախ դատավարական կարգավիճակից, այսինքն վկայի կարգավիճակում գտնվող անձանց է վերաբերում, իրավաբանական գիտելիքներ ունեն այս գործընթացում ներգրավված իրավաբանական վարչությունը, վարչության պետի եւ իրավաբանական գիտելիքներ ունի նոտարը, որը որ սույն քրեական բարոյթում ասած բոլոր պայմանագրերով, եթե չեմ սխալվում, նույն նոտարի մասին է խոսքը գնում, եւ նոտարը։ Այսինքն այս խնդիրը, թե ինչու պետք է վաճառվել ուղղակի վաճառքով
օտարվեր գույքեր թե աճուրդով, նման հորդոր, նման եզրահանգում կամ նման ենթադրյալ սխալի հայտնաբերում պետք է այդ փուլում տեղի ունենար կամ նոտարի կողմից, կամ իրավաբանական վարչության կողմից իդեմս վարչության պետի, բայց ոչ երբեք նման խնդիր, ենթադրյալ խնդիր պետք է հայտնաբերվեր կապիտալ շինարարության և զորքերի բնակարարման վարչության կողմից, իդեմս նաև վարչության պետ Պարոն Սարգսյանի։ Այսինքն դատախազության կողմից արտացոլված մեղադրանքը, եթե նույնիսկ պատկերացնենք մի բան, որ իրականության հետ առնչություն ունի, դրված է Պարոն Սարգսյանի վրա մի պարտականություն, որը որ ոչ իր մասնագիտական գիտելիքներին է համապատասխանում, ոչ իր զբաղեցրած պաշտոնից բխող լիազորություններին է առնչվում, եւ նաեւ ձեր ուշադրությունը հրավիրեք այն հանգամանքին, որ իրական վարույթում արկա ոչ բոլոր մեղադրանքներում է արտացոլված այդ տեղեկատվությունը, որը որ որոշ առողջարքի պայմանագրերի հետնամասերում արկա է եղել որոշակի պաշտոնատար անձանց խորհրդություն։ Այդ թվում իդեմս իրավաբանական վարչության պետի, իդեմս ֆինանսական վարչության պետի եւ նաեւ տվյալ դեպքում հարց է ծագում, եթե նշված փաստաթուղթը հետնամասում արկա է խորհրդություն, մակագրում կամ վիզայավորում, ալու ինչպես որ դրան հարցեր է ներկայացնելը, հա, եթե արկա է իրավաբանական վարչության պետի ստորագրությունը, եթե արկա է նոտարի կողմից հավաստումը, Պարոն Սարգսյանը որպես նման գիտելիքներ չունեցող անձ, ինչպես պետք է ունենար իր միջամտությունը, իր ներգրավվածությունը այդ հարցի որոշմանը, քանի որ դատախազության կողմից նշված մեղադրանքների առաջադրման հիմքում դրված է եղել հենց այդ հանգամանքները, եւ եթե ըստ դատախազության նշված գույքը օտարվել աջորդի եղանակով եւ շուկայական գնով, հա, բնականաբար որևէ մեղադրանքի մասին խոսք լինել չէր կարող, քանի որ ըստ դատախազության ներկայացած մեղադրանքին այս երկու խնդիրն է առաջացնում։ Եվ նաեւ ուշադրություն դարձնենք, որ հողային օրենսգիրքը հստակ կարգավորում է նախատեսում նաեւ, թե ուղղակի վաճառքի դեպքում գինը ինչպես է որոշվում գույքի օտարման եւ աջորդի դեպքում ինչպես է որոշվում գույքի գինը։ Ուղղակի վաճառքի դեպքում օրենսգիրը հստակ նախատեսել է, որ գույքը պետք է վաճառվի կադաստրային արժեքով։ Նշեմ, որ սույն քրեական վարույթի շրջանակներում օտարված բոլոր գույքերը վաճառվել են ոչ թե կադաստրային արժեքով, այլ դեռ ավելին գրեթե կրկնակի անգամ բարձր արժեքով են վաճառվել։ Ի տարբերություն նաև հենց օրենսդրական կարգավորության ոչ թե ֆինանս է պատճառել, դեռ ավելին ուղղակի վաճառքի մեխանիզմով գնալու դեպքում կրկնակի անգամ ավել մուտք է եղել համապատասխան ուժեր։ Ինչ վերաբերում է աջորդով վաճառքի դեպքում, աջորդով վաճառքի ժամանակ կրկին նախատեսված ընթացակարգ պետք է գույքը գնահատվեր համապատասխան եղանակով, որոշվեր դրա շուկայական արժեքը եւ դրվել արդեն աջորդի։ Իսկ աջորդով թե ինչ վերջնական արժեքով կվաճառվեր, բնականաբար այդ հանգամանքը կամ անկանխատեսելի է ցանկացածից համար, քանի որ խոսքը վերաբերում է ավելի քան 15 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների։ Նաև կարևոր մի հանգամանք շուկայական արժեքի հետ կապված։ Եթե մի պահ պատկերացնենք, որ դատախազության մոտեցումը որ պետք է լիներ ուղղակի ոչ թե ուղղակի վաճառքով այլ աջորդով, որը արդեն իսկ հասկացանք, որ Պարոն Սարգսյանի որևէ առնչություն չունի այդ հարցի որոշումը, այդ հարցը բացառապես իրավաբանական բնույթի հարց է, հիմա ինչպես պետք է որոշվեր այս ֆինանսական հարցը, այսինքն գույքի արժեքը, արդյոք դա որևէ կերպ ներառված է Պարոն Սարգսյանի լիազորությունների մեջ թե ոչ, եւ եթե ներառված չի, ապա ինչ կարող են անել Պարոն Սարգսյանը, որ չի արել կամ ինչ չպիտի անել, որ արել է, որ հայտնվել է հիմա մեղադրյալի աթոռին։ Ֆինանսական վարչություն, գոյություն ունի ֆինանսական վարչություն, գոյություն է ունեցել ֆինանսական վարչություն, այսինքն այդ ժամանակներում կառուցվածքային միավոր, իդեմս նաև վարչության պետի, կա որոշակի կրկին առողջարքի պայմանագրերի հետնամասերում ստորագրություններ վերջինիս կողմից դրված, դեռ ավելին վերջինիս կողմից դրված մակագրություններ կա, որ արդյոք արժեքի մեջ օրինակ ավելացված արժեքի հարկի ներառված է, թե ոչ այդ 20%-ը, այսինքն արժեքի հետ կապված համապատասխան վերլուծությունը եւ արժեքը համապատասխանում է, չի համապատասխանում, ինչպես պետք է որոշվի, այդ ամբողջը բացառապես
պետք է ներառված լինել կամ ֆինանսական վարչության պետքի լիազորությունների մեջ, կամ եթե նշանակվել է կամ նշանակված լիներ համապատասխան ապրանքագիտական փորձաքննություն գույքի արժեքը որոշելու համար, պետք է դա ներառված լիներ փորձագետի լիազորությունների մեջ։ Այսինքն երկու դեպքում էլ տեսնում ենք, որ պարոն Սարգսյանը որևէ կերպ օբյեկտիվորեն չէր կարող ներառված լինել այս գործընթացում։ Եվ մի հետաքրքիր հանգամանք էլ ձեր ուշադրությունը հրավիրեմ, երբ որ խոսքը վերաբերում է իրավաբանական բնույթի հարցերին, դատախազությունը համապատասխան արձագանք չի տվել, օրինակ այնպիսի սուբյեկտների, թեկուզ վերցնենք նոտարին, որը որ հայտնում է, որ կառավարության որոշումը ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան օրենքը, եւ դրա արդյունքում որևէ արձագանք չկա, որը որ մենք իհարկե հետագա փուլեր երբ որ ցուցումները ուսումնասիրենք, իմ ասած այդ դետալացումը կտեսնենք, թե ինչպես է կառավարության որոշումը ավելի բարձր իրավաբանական ուժ ունի նոտարի համար, բայց իրականում բոլորս գիտենք դա այդպես չի, դա արդեն պետք է գործի քննության ընթացքում միջդատական բարելում, դատախազությունն ու բարոյական բարելին քնիչը բարձր եւ ոչ թե մեղադրանք առաջադրել պարոն Սարգսյանին, այլ արդեն բազմակողմանի քննության ընթացքում համապատասխան այլ անձանց։ Ձեր ուշադրությունը հրավիրեմ նաեւ մեկ այլ հանգամանքի, որ Արմեն Սարգսյանը որևէ անձի հրաման չի տվել եւ վերջինս էլ որևէ անձից հրաման չի ստացել, այդ հանգամանքին դատախազությունը իր մեղադրանքի մեջ նշել է, թե հրաման է տվել, հանձնարարություն է տվել, տանել նոտարական գրասենյակ եւ այլն, բայց մոռանում ենք մի տվյալ, թե ի վերջո դատախազությունը այս եզրահանգմանը որտեղից է եկել, քանի որ դատաքննության ընթացքում հիմնական դատավեսների ընթացքում ուսումնասիրենք ապացույցները եւ ակնհայտ կդառնա, որ որևէ ոչ իրավոր ապացույցով, ոչ որևէ վկայի ցուցմունքով չի երևում եւ իրականում էլ այդպիսի բան չի եղել, որ Արմեն Սարգսյանը որևէ անձի հանձնարարություն է տվել, այդ թվում նոտարական գրասենյակ գնալ։ Չնայած համակարգիք է իմ գործընկերոջ այդ դիտարկմանը, որ նույնիսկ եթե նման հանձնարարություններ լիներ, ընդհանրապես նախագիծը տանել նոտարական գրասենյակ ներկայացնել, դա հանցագործություն չկա, բայց նույնիսկ դա չի եղել, որպես հանձնարարություն նույնիսկ դա չի եղել պարոն Սարգսյանի կողմից։ Ձեր ուշադրությունը հրավիրեմ մի հանգամանքի, որ մենք անընդհատ մեղադրանքի մեջ քննարկում ենք նույն մեխանիզմը, որը որ դատախազությունը նշում է, բայց մոռանում ենք նաև մի հանգամանքի մասին, որ յուրաքանչյուր դրվագ ունի առանձին ապրելու իրավունք եւ նաեւ դրան հակառակել չապրելու իրավունք եւ չեն քննարկում առանձին թե դրվագներով պարոն Սարգսյանը որևէ առողջություն ունեցել է թե ոչ։ Եվ ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ դատաքննության ընթացքում կտեսնենք, որ բազմաթիվ փաստաթղթերում, այսինքն արժանապատվի պայմանագրերի հետնամասերում, նախ որևէ անձի ստորագրություն չկա, այդ թվում պարոն Սարգսյանի, կտեսնենք կհանդիպենք նաև փաստաթղթի, որտեղ որ ստորագրությունը ոչ թե պարոն Սարգսյանին է, այլ նրա տեղակալին է, եւ նաև կհանդիպենք փաստաթղթի, որտեղ որ պարոն Սարգսյանի անվան տակ լրիվ այլ անձի ստորագրություն է դրված, սակայն այդ ամբողջը չգիտենք թե ինչու վերագրվում է պարոն Սարգսյանին եւ հարց է ծագում, թե առնչությունը առհասարակ ինչպես է դիտարկվել մյուս բոլոր կողամասերի առողջակի դրվագներում։ Ինչ վերաբերում է այս ամբողջ գործընթացում պարոն Սարգսյանի ներգրավված լինել թե չլինելու։ Մի հետաքրքիր հանգամանք, որը որ քրեական վարույթի նյութերով կրկին կհանդիպեն եւ մենք ինքներս էլ որպես պաշտպանության կողմ բազմաթիվ հարցումներ ենք այս բանին արել եւ անում, պատասխաններն մի մասի ստացվել է, որ քրեական վարույթի ընթացքում պարզվում է, որ պաշտպանության նախարարության բավականին մեծ փաթեթ, ավելի քան 500-ից ավել փաստաթղթերի փաթեթ ոչնչացվել է, այդ թվում քրեական վարույթի, քրեական գործի հարուցումից հետ եւ հարց է ծագում, թե այդ բոլոր փաստաթղթի մոտ 541 փաստաթղթի մասին է խոսքը գնում, իսկ էջերի առումով ավելի քան մի քանի 100,000 էջերի մասին է խոսքը գնում, երբ որ դիմացը նայում ենք, թե ինչ է նշված, եւ հարց է ծագում քրեական գործի քննության ընթացքում, որտեղ որ շատ էական նշանակություն ունեցող տեղեկություններ կա, սկսած
պարոն Սարգսյանի պաշտոնի անձնագրից վերջացած գրագրություններով սկսած այն անձանց դիմումների, որոնք որ ի վերջո պարզ չի թե ում են հասցեակել հողամասերը գնելու չգնելու համար, վերջացած նաև այդ դրանից բխող գործընթացների, այդ բոլոր փաստաթղթերը ոչնչացված են եւ մեր հարցումներին պատասխան են ընդհանրել, բայց որ մենք չենք կարող ձեր հարցերին պատասխանել, որտեղ փաստաթղթերը ոչնչացված են։ Հարց է ծագում, թե նման պայմաններում ինչպես մենք կարող ենք շարունակել այս ամբողջ գործի քննությունը, երբ որ իրական տեղեկություններ պարունակող բնավոր փաստաթղթերը այլևս առկա չեն։ Եվ նշեմ նաև, որ քննիչը այդ ընթացքում բնականաբար օբյեկտիվ հնարավորություն ունեցել է կամ այդ փաստաթղթերը վերցնելու, կամ որոշակի գրագրության արդյունքով հասնելու նրան, որ այդ փաստաթղթերը չոչնչացվեն, քանի որ դրանց վերաբերյալ առկա է քրեական գործ, որը որ այժմ արդեն դատանում է գտնվում, որպեսզի մենք ունենանք ամբողջական պատկեր։ Նաև ուշադրություն եմ ձեր հրավիրում այն հանգամանքին, որ այս ամբողջ ժամանակահատվածում այդ տարիների գործողությունները, ընթացակարգերը, որոնք որ այժմ ըստ դատախազության հանցավոր են եղել, ենթադրաբար հանցավոր են եղել, այս ամբողջ գործընթացները տարբեր պատկան մարմինների կողմից հսկողական կամ վերահսկողական կամ տեսչական գործընթացների գործառույթների իրականացման արդյունքում ստուգվել են եւ կարծեք թե մինչ օրս որևէ խախտում չեք հայտնաբերվել բացառությամբ դատախազության այս քրեական բարույթի եւ հարց է ծագում այդ եզրակացությունները ինչու քրեական գործում առկա չեն, մենք ինքներս դրանք եւս փորձում ենք ձեռք բերել, դրանց մի մասը ընթացքի մեջ դատային բնականաբար կներկայացնենք եւ հետագայում էլ դատանում դա կներկայացնենք, որ դատանի համար է պարզ դառնա, թե ավելի հեշտ է բնականաբար ենթադրյալ հանցավոր դեպքը բացահայտել հենց այդ տարիներին, երբ որ բազմաթիվ անձանց հիշողությունները ավելի թարմ էին, այսինքն վկաների մասին է խոսքը գնում, բազմաթիվ փաստաթղթեր առկա են ի տարբերություն հիմա 15-16 այսօր տարի անց, քան թե լինեն մինչ այդ։ Բնականաբար այս բոլոր հարցերի պատասխանը մեկն է, որ գործընթացը եղել է օրենքով սահմանված կարգով եւ եթե նույնիսկ նման կարգով չի եղել, առնվազն պարոն Արմեն Սարգսյանը որևէ կերպ ներգրավված չի եղել այս գործընթացներում։ Մի հանգամանքի էլ առանձին դրվագների մենք դատականության փուլում արդեն իսկ անդրադառնանք, քանի որ դրանք ենթադրում են իրենցից ապացույցների հետազոտում եւ խոսքս հնարավոր չի առանց դրանց հղում տալու կառուցելու։ Հաջորդ հանգամանքը արդեն փողերի լվացման հանցակազմի մեղադրանքներին է վերաբերում։ Բնականաբար, երբ որ սկզբնական հանցակազմը առկա չի եւ դա մեղադրանքը ակնհայտ ոչ հիմնավոր չի, խոսել է փողերի լվացման մասին մի փոքր անդրադառնական կլինի, բայց ամեն դեպքում դրա մասով մի դրվագ ներկայացնել, մի շատ էական հանգամանք է, փողերի լվացման նպատակը քողարկումն է։ Այսինքն որոշակի ենթադրյալ հանցավոր ծախում ունեցող գույքի կամ հանցավոր ճանապարհով ստացված գույքի քողարկումն է։ Քողարկումը մի ձևից մեկ այլ ձևի։ Մենք ինչ ունենք այս գործի շրջանակներում։ Ըստ դատախազության այս բոլոր փողերի լվացման դրվագը տեղի ունեցել նոտարական գործարքների արդյունքում եւ պետական գրանցում է ստացել կատարում։ Հարց է ծագում, այն դրա քողարկված լինելը որն է, երբ որ բոլոր փաստաթղթերը պահպանվում են կադաստրային գործում, նույնիսկ երբ որ պաշտպանության նախարարությունից ոչնչացվել են փաստաթղթերը, կադաստրային գործում այդ փաստաթղթերը առկա են, նոտարական գրասենյակում այդ փաստաթղթերը առկա են, եւ ամենապարզ հարցման արդյունքում պարզ կդառնա, թե նշված գույքի բոլոր սեփականատերերը ովքեր են եղել։ Ով է գույքը ձեռք բերել, հետագայում ում է նվիրատվություն արել եւ հարց է ծագում, ինչպես կարող է պարոն Սարգսյանի կնոջ անվան նվիրատվություն անելը դիտել գործարքի քողարկում, երբ որ վերջիններս ունեն համատեղ ամուսնություն եւ բնականաբար այդ ամբողջ գույքային ֆոնդի, գույքի վերաբերյալ տեղեկատվությունները որպես փոխկապակցված անձինք մեկ միասնական ձևաչափում հնարավոր է շատ պարզ տեսնել։ Այսինքն ստացվում է այս իրավիճակում նույնիսկ այդ քողարկման դիտավորությունը որևէ կերպ չի կարող, հնարավոր չի ապացուցել, որտեղ ակնհայտ է, որ նոտարական կարգով
ձևակերպված գործարքի եւ կատարություն պետական գրանցում ստացած գործարքը, որը եկել չի կարող փողել լվացման ինչ-որ արդյունքներ։ Այն հարց, որ նշված գույքի արդյունքում օրինակ ստացվել դրամական միջոցով գնվել այլ գույք, այսինքն փոխարկվել մեկը մյուսով, որպեսզի շահկերտավոր հետքը կորել։ Բայց տվյալ դեպքում նշված գույքերը բնականաբար առկա են եւ փողերի լվացման մասին նույնիսկ խոսել չի կարող։ Եվ հարց է ծագում, եթե օրինակ ընթացքում մի քանի անգամ օրինակ նվիրատվություններ լիներ, կամ օրինակ նվիրատվություն լինի այժմ պարոն Սարգսյանի անվամբ, դա էլ է դատախազությունը դիտելու փողերի լվացման հանցագործի համատեքստում։ Իհարկե, այստեղ հանցագործը չկա ու ներկայացված մեղադրանքը ևս առկա չէ։ Կարևոր եմ համարում ընդգծել նաև մի հանգամանք, որ գործի քննության ամբողջ ընթացքում իհարկե մի պահ կարող է տպավորություն լինել, որ դա միջդատական վարույթի ընթացքի հարց է եւ այլն, բայց ամեն դեպքում դա պաշտպանության իրավունքի խախտման մասին է խոսքը։ Ամբողջ գործի քննության միջդատական վարույթում մեղադրանքը եղել է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով եւ այն էլ ոչ այս ծավալով, այսինքն մի քանի մոտ 2 տասնյակ դեպքերով չի եղել, միայն նախաքննության ավարտից մի քանի օր առաջ կարելի ասել, հոդվածը վերավորակվում է դատախազի կողմից քրեական օրենսգրքի 375-րդ հոդված, այսինքն պաշտոնական լիազորությունները դառնալն զինվորական հանցագործություն եւ ավելանում մոտ 2 տասնյակ դեպքեր։ Եվ այս ամբողջ ընթացքում մեզ համար մի հարց է առաջացել, թե որն է պատճառը, որ տարիներ շարունակ գործի քննության արդյունքում եզրահանգումը, որ այստեղ մոտ 2 տասնյակ դեպքեր ևս կան եւ հոդվածն էլ ոչ թե 308, այլ զինվորական հանցագործություն է դատախազության, պարզվեց ամենավերջին օր։ Բնականաբար դրա ողջամիտ ենթադրություններ կարող են կանել, իհարկե դատախազությունը կարող է այդ պատճառը ևս ունենալ։ Ողջամիտ ենթադրություններից մեկն էլ կարող է լինել այն, որ զինվորական հանցագործությունների դեպքում այլ ենթակայություն է քննչական նախատեսված, ի տարբերություն պաշտոնական լիազորությունների չարաշահման, եւ դրա արդյունքում շրջանցվել է նաեւ այս հանգամանքը, որ գործը պետք է քննվել օրինակ զինվորական հսկողությունը պետք է իրականացնել զինվորական դատախազության կողմից առնվազն, սակայն տեղի ունեցել պարոն Հովհաննիսյանի կողմից։ Եվ նաև մի հանգամանք էր, որը նախաքննության ընթացքում էականորեն սահմանափակել է պաշտպանության կողմի իրավունքները, դա եղել է այն, որ առերեսումներ տեղի չեն ունեցել, ընդամենը 1-2 առերեսում տեղի ունեցել, եւ այս մոտ 2 տասնյակ դեպքերով մենք ինքներս ենք միջնորդել, որ առերեսումներ տեղի ունենան, սակայն միջնորդությունը մերժվել է, իհարկե պատճառաբանությունը թե իբր պաշտպանության կողմից ցանկանում է ձգել բարույթը, թե հարց է ծագում բազմակողմանի քննության ապահովմանն ուղղված առաջին միջնորդությունը ինչու պետք է ձգվան նպատակ հետապնդել, բայց ինչևից է դա քննիչի կարծիքն էր, հարց է ծագում կամ քննիչը գտել է, որ տվյալ անձանց ցուցմունքների եւ պարոն Սարգսյանի դիրքորոշման միջեւ որևէ հակասություն առկա չի, կամ անհասկանալի է ինչ։ Այս հանգամանքներով է պայմանավորված պատվարժան դատարան, որ դատաքննության ընթացքում վստահենք, որ դուք էլ հաստատները ուսումնասիրելու կկանային հարցակներ արդյունքը համոզվեք, որ առաջադրված մեղադրանքները անկիմն են եւ պարոն Սարգսյանի կողմից որևէ հանրորեն վտանգավոր արարքներ չի ունեցել, որն էլ ըստ դատախազության պատճառահետևանքային կապի մեջ լիներ առաջացած նյութական հետևանքների հետ։ Այսքանը շնորհակալություն։ Մինչև ապացույցների հետազոտման անցնելը դատարան է ստացվել, կարելի է ցանկանում է ես 2027 թվականի հուլիսի 27-ին իրական հաստատության աշխատակիցների կողմից առանց որևէ նախորդ անձկայելու անգամից տարել են օպերատիվ աշխատանքների կողմից միջև այդ արդեն գիտեի, որ մենք Պաշտպանության հարցակցության հետ 2025 թվականին
եւ որպես այ որպես հետո եղել են բազմաթիվ խոսակցություններ, նույն կարգ խոսակցությունները, որ եղել է բազմաթիվ պաշտպանության նախարարության կողմից այլ հողատարածքների формան հարցը։ Աստից ավելի դրվագներով մենք եղել ենք որտեղ նույն այսինքն դինելով պաշտոնատարած բազմաթիվ կոլեգիաների, բազմաթիվ խոսակցությունների ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել, այլ մասնակցել եմ այդ խոսակցությունների, որտեղ որ բյուջեով սահմանափակումների պատճառով պաշտպանության նախարարությունը արտա բյուջե ունենալու կապակցությամբ եւ արտա բյուջեի շրջանակներում պաշտպանական նպատակներից ելնելով բազմաթիվ այլ կույտառություններ են իրականացնում։ Սենքերի գնում, սենքերի առևտուր, հատողային կապի տարբեր տիպի սպառազինության խնդիրը այդ թեմայով պաշտպանության յուրաքանչյուր տարի արգելի պատվարժան պաշտպանության նախարարը ամեն տարի երկու անգամ եթե կարող է հազարամյակներ հենց հաստատ որ Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր քննադատի կողմից մենք տարին երկու անգամ աշխարհի եւ տարում դիմում ամբողջ պաշտպանական որտեղ հստակ դերումներ ու նստած ուներ կարողացան իրավական բանը մի բան ես այստեղ ես ասեմ զարմանալի ապշելու բանն է որ ամբողջ նախագծության ընթացքում երբ որ որևէ անձի կոնկրետ Սարգսյան Արմենի որպես քաղաքական ներգրավելու պայմաններում այս ամբողջ մեղադրական եզրակացությունը եւ այն 16 հատորը որը որ հարգարժան պատվերի հազը ներկայացնում է որոնք ոչ մի ահերս բացարձակապես ոչ մի ահերս չունեն իրար այն տպավորությունն է ստեղծում որ այս 40 էջանոց Գաղրական եզրակացությունը, որ պարոն Դատախազի մասնախոսքով ներկայացել է, դրանք իրավաբանական սիմուլյար աչի, դրանք կանչել են ասել 90%-ից ավելը այդտեղ կրկնվող նախադասություններ, ընդհանուր դրույթներ։ Սարգսյան Արմենը էս, Սարգսյան Արմենը մեկով, Սարգսյան Արմենը մասնական շահ է, Սարգսյան Արմենը խախտեց էս ինչի, խախտեց էլ ինչը դրեց արեց։ Ոչ մի հստակեցում, թե Սարգսյան Արմենը ինչ արել, Սարգսյան Արմենի աշխատողներն ինչ են արել, Սարգսյան Արմենը դիաստրություն ունեցել է, թե չէ։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ Սարգսյան Արմենը եղել է 2005-ից 2008 թվական Հայաստանի Հանրապետության եւ նախարարը, եւ վարչապետ եւ Հայաստանի Հանրապետության նախագահը։ Այդ տպավորությունն է ստեղծվում, որովհետեւ ակնարյա վերցում ես կայնս ես երբ որ ես միջևա չեմ կարողանում հասկանալ պատվարժան կատարել, թե ին մեղադրանքը որն է։ Եթե օրինակի համար Շահյանի կոնտեստան պատկանող հողատարածքները, որոնք որ 1991 թվականին մեկ գրչի հարվածով պետության ապա պետականացման ժամանակ կոնտեստան լուծումը այդ հողատարածքները լուծարվել են, այդ հողատարածքները վարձակալական հիմունքներով եւ տնամերձերով տրվել են ավելի մարդկանց, Սարդարի Բաղարը, Շահյանը, Սիլիկյանը եւ այլն եւ այլն։ Սա Հայաստանի ամեն մի հանրապետության քաղաքացիով քիչ թե շատ տարի։ Այսինքն եթե պետի Իրանից ներկայացնում է հասարակական գոտի այգի, դա պետի պաշտպանության նախարարությունը պատվաճառ դատարան իր պանկերով տեսան, իջեցրեց կառավարության կամիջ, ասավ չէ ինձ պատի է Իսակովի հողը կա։ Պաշտպանության նախարարությունը հող է պետք։ Ես այնքան եմ սրա մասին խոսում, որովհետև այս մեղադրանքները ինձ է ներկայացնում։ Այնքան եմ սրա մասին խոսում, որովհետև մի տարի շարունակ ես ամբողջը գաղտնի է պահված նախաքննական պրակտիկից ելնելով։ Երբ ես առաջի անգամ այս ամբողջը իմ ձեռքս եկավ, ես ապշեցի։ Ես ապօրինության, անօրինակության ավելի լավ դրսևորում ես չեմ տեսել։ Ավելի նույնիսկ այն 16 հատորը 4500 չէ, ես համոզված եմ, որ դատախազը չի կարդացել։ Դատախազը տեղակ չի։ Որովհետև ես շատ լավ կներ, որ ինձ տեղակ չի։ Որովհետև տեղակ լինի, կարդացած լինի ու նման մեղադրան եզրակացություն, դա դասապելի բան է։ Հրեշավոր բան է։ Որովհետև երբ իմ պաշտպանյան ասեք Լեյլա Գալստյանը, որը որ կոնկրետ այդ հաղորդման հիման վրա սկսվել է գործ։ Կարդում ես Աֆրիկան։ Ինձ էլ որ կանչել են, կարել են առաջին հարկ ինձ է տվել։ Դուք ճանաչում եք Աֆրիկան։ Սնում ոչ։ Հետո ներկայացվել է, որ ես Աֆրիկանը Պակիստանի ինչ-որ աշխատող էլ է, ամաչվել է, հետո էլ ինչ-որ այլ չգիտեմ, ինչ-որ Թակոբյան եւ այլ, ուրեմն որ հողատարածքներ առաջանում են։ Երբ վերցնում ես այս ամբողջ 16 հատորը կարդում ես, բաժան դառնում։ Տեսնում ես, որ Երևանի քաղաքապետարանը այդ նույն տարածքներում եւ այդ տարածքներում
Եթե խոսում ենք կարգի մասին, որը մի քանի նիստ առաջ ժամանակ պարոն Բաթախազը հատկապես շեշտել, որ իր համար պատճառը հետևանքային երևույթների քննադատման բարձրաբանման եւ վերլուծման առումով չափազանց կարևոր ոչ թե հողերի թե ինչ նպատակով է տրվում, այլ պատճառը հետևանքային կարգով կարգ նորմալ։ Ապա ստեղծում է։ Ինչ կարգագործել օրինակի համար, եթե նույն քաղաքապետարանը, որը չուներ իրավունք, ելի ուղղակի վաճառքով հողա օտարել եւ գնել է նույն անձը, որը պաշտպանության նախարարությունից է գնել, իր կողքի հողն է եղել եւ ավելի դժվար է։ Ո՞նց է։ Եթե օրինակի համար պատճառը հետևանքային կարգով 2003 թվականից, որ ես առիթ եմ ունեցել իմ ընկերներից լոտով Երևանի քաղաքապետարանից հող է։ Եթե այդ հողատարածքները ամենալավագույնս ձևով, որը կոչվում է աճող արվել է ու ավելի հնարավորության տրվել ավելի խաղաթյուրելու ու ավելի հանրային շահ գնացելու եւ ավելի դեժան գնով ավելի։ Ինչ է, դա խոսելով սա է։ Ինչ գնով ուզում ես, ինչ ֆորմատով ուզում ես արա, թե կապ չունի ես ֆորմատով արա, թող ամեն դեժան լինի։ Այսինքն ոնց, ապա այդ դեպքում այս ամբողջ մեղադրականի մեջ ներկայացված այդ հողերի կապված փողային պահանջարկողը, եթե փողն է խնդիրը, եթե այդ փողը կարող է, ապա իրականական վարձություն կա։ Ընդունենք մի պահ, թե հիմա է պարոն պետական Հակոբյան դատարան։ Եթե պաշտպանության նախարարությունը հողը պետք է պաշտպանության նախարարությունը բնականը դա մի օր չի եղել, մի շաբաթում չի եղել։ Ամիսներով կառավարության նիստի ցանկացած օրակարգային հարց քննարկվում է շարունակի նախարարություններով։ Հավաքում է, թե այդ հողատարածքը որտեղից պետք է տրվի, որտեղ բացի ծիսակով պաշտպանության նախարարությունը շատ ավելի հողատարածքներ է ունեցել, շատ ավելի հողատարածքներ, որոնք դրանից հետո է վաճառվել։ Ավելին, եթե այսօր հասարակական գոտին ինչպես պարոն Բաթախազը, այդպես պետորաբանության 1000 ներողություն նշում է, որ Երևան քաղաքի կողմ ուժեցում։ Պարոն Բաթախազ, այսօր է ամբողջ բուսաբանական այգուներն անցան։ Ամբողջ այսօր ստուդենտների հողեն գնացին դեպքում 2003, 2004, 2005 թվականին ամբողջ կասկադը, ամբողջ մանումենտի հողերը, ամբողջ փոխականցել այգին, ավելի վրա, ունեն չփողի, քանի հատ գործ եք հարցել, քանի հատ ընդեղից ապորիչ կինություն եք քանդել, այսինքն կանգնել են պատճառ բռնել այստեղ թե հասարակական գոտի, դա ընդհանրեն էյֆորա է, էյֆորա, որը որ դուք այս ամբողջ հիմնավորից կկացեն, տեսնեք, եթե դուք կրում եք իմ անձնագրային պարտավորությունները, ցույց տվեք իմ անձնագրային պարտավորությունը, որ ես հող վաճառող եմ։ Պաշտպանության նախարարության կապիտալ շինացած զորքերի բնակավորման վարձումը, պարոն Ղազարյան չի պիտի, կարող ասել եւ իրավան անցրակոտի նստած է։ Այն արշանի մեծ ծավալներ ա ունեցել, որ եթե ես որևէ խնդիր ունեի, այնպես ինչպես դուք եք գրում իր անձնական շարից ելնելով մի քիչ հարցակցների անցավոր սխեմայով եւ այլ նախադասությունների շարք։ Ես մեկ առ մեկ ցանկացած դրվագով այդ ձեր ասել նախադասությունը որոշացնելու են։ Ապրել եք դատական պրոցեսի ժամանակ դա դիմելու է։ Չկասկածեք, որովհետև եթե ես պաշտոնատար անձ եմ, այդ գիգանտ շինարարությունները, այդ թվում պաշտպանության նախարարության վարչակարգ չի շինարարությունը, այդ թվում պետական անվտանգություն այնքան լավ շինարարական վարչություն է եղել։ Նա բացմախոսքի ցավ։ Ոչ, երբ դուք խոսում եք, ես չէի թափում։ Երևի արդեն Պատվարժան դատավոր, եթե ես այդտեղ խնդիր ունեմ, նախաքննության պրոցեսում, երբ ինձ նախաքննական մարմին ասել կամ տտի նստես դրես, ասեմ ինչ գրեմ, դու գիտես ինչ գրեմ, այնքան բան դա գրված է, սկսեք անել գնամ ինչ բան է, ես կամ ճշմարտության առումով խոսեմ, ես ոչ մեկի վրա սուտ դրկայացում տարածող չես տանի, ուրեմն այս հողակտորներ կտաս, հարց հացարում պատվարժան դատավոր, եթե ես համաձայնում եմ մենք հողակտորների կարս էի, այս 18 դրվագով ով է դատվելու, ով է պատասխանատու դրա համար։ Ով է տալու։ Ուրեմն հիմա երբ որ մենք լինում էինք ամեն անգամ այդ իրավաբանական վարչությունը մեր պաշտպանության նախարարության մի քանի խոսք կառուցված իմաստով։ Եվ դուք գրել եք այստեղ 31 Ուրեմն մեկ տարի շարունակ, ուրեմն ամբողջ այս վատ տրամաբանություն ասեմ, պատվարժան դատարան, վատ վերաբերմունք ասեմ, բայց մենք նախաքննական պրակտիկայում սուս ենք մնացել դրել ենք մինչև տեղ։ Այս ամբողջ ընթացքում բացի Ղազարյան Բաչիկից
ինձ ուրիշ ոչ մեկ ինքն էսա Հենրիկ Ստեփանից ոչ մի ողջամիտ ժամանակ նույնիսկ այս ժամը չեն ծախսել 365 օրվա մեջ։ Նույնիսկ այն որ այս 16 հատորը որ դրեցի որ դիտային ես, խնդրեցին, ասենք 16 հատորը ո՞ց կարելի է ունկեսում կարդալ։ Եթե արդյունավետություն եք իրականացնում, եթե ուզում եք ճշմարտություն բացահայտել, եթե ուզում եք հանցագործություն բացահայտել, ինչ եք դառնում բա։ Ինչ եք գրածել, թող այդ ամբողջը մի ամիս առաջ հայտարարել, ավելի։ Մեկ տարի շարունակ հանդարտ Սարգսյանն այդ քաղաքացիական գծով ներադրել ու հանկարծ դառնում է զինվորական գծով ուրեմն ներադրել։ Եթե զինվորական գծով է ներադրել, ապա պաշտպանության նախարարության օրենք գոյություն։ Գոյություն պաշտպանության նախարարության կանոնակարգ։ Ազգային ժողովի կողմից ընդունված պաշտպանության նախարարության օրենք կա, որը հաստատել է Իրաքի գլխավոր կրամակարգը։ Չպետք է մոռանանք, որ 2005 թվականին Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ինչպես այսօր առավելական երկիրը նախագահական երկիր։ Եվ Հայաստանի ցանկացած կառավարության որոշում, որը մտնում էր նախորդ քննարկում էր, նախորդ զեկուցում էր, ավելի ցանկացած շաբաթ, որտեղ որ պետք է այդ համապատասխան նախարարները կառավարության որոշման շրջանակներում պետք է պաշտպանության նախարար դատախազ եւ այլ, նրանց համար ամեն ինչը բացել։ Ավելի կառավարության որոշումները դրանք հաստատվում են։ Հիմա բոլորը դառնում են կամ չեն հիշում, կամ տեղակ չեն, կամ խաբար չեն։ Ու սակայն մենք ես եմ հիշում։ Եթե ես ձեր ասած եմ 2008 թվականի դեպքի նախագահներ ես տալի։ Ես դες դասություններ ունենայի, այդքան իրավունքներ ունենայի, որ նույնիսկ կարողանայի, ուրեմն գնալ կառավարություն, որը բան փոխել։ Ավելի նույն հասարակական գոտուհարումով եւ քաղաքական գոտուհարումով։ Եթե այդ քաղաքապետարանը, որը ներկայացնում է տվյալ հողատարածքը, որը կրկնել ժամանի հողատարածքները, որը պետք է Երևանի քաղաքի կենտրոնի ապոլո բնակիչը, որի աչքերաճ կենտրոնի այգիները հերնամիցում են ինքը դիգրար 10 կիլոմետր հեռու քաղաքային այգի։ Ով կդի սերուցել, որ գիտեք ինչ կա։ Ես դեմ եմ։ Ուր է քաղաքապետը։ Դու քաղաքապետը կանգնել ասեն, չեն տալի հողատարածքը։ Մի հատ նամակ գույություն ունի։ Թող ասեք գիտեք ինչ կա։ Էսի չի կարա դառնա, ուրեմն քաղաքային այգի 2005 թվականի մասին որը կարծիք կազմելու համար, պետք է մի րոպե մեզ աչքներից փակել, գնանք 2005 թվականը։ Լավ է, վատ է 2005 թվականի թե չէ, բանում դրախստեր, ասելով այն տպավորությունը ապար կա, որ 2005 թվականի մենք պետություն չեն ունեցել։ Մենք պետություն չունեցել են մարդկանց մի խումբ, որոնք արել են ամեն ինչ։ Բայց եթե ամեն ինչ են արել, 2005, 2006, 2007 թվականի պաշտպանության նախարարությունը պատվաշան կատարել, ունեցել է եւ զինադահազություն, ունեցել է քննչական կոմիտե, ունեցել է իրավական վարչություն, ունեցել է ռազմական ոստիկանություն, ունեցել է վիթխարի հզոր մի հատ աշխատակազմ, որի մեջ մտել է իրավական վարչությունը, մտել է վերստուգիչ վերահսկիչ հանձնաժողովը, մտել է եւ այլ կառույցներ։ Եվ պաշտպանության նախարարության օրենքի համաձայն այդ վերահսկիչ հանձնաժողովն է վստահված պաշտպանության նախարարության բոլոր գնումները։ 2000 թվականին իմ կարգավիճակը փոխելուց հետո պատվաճառ ես նույնիսկ իրավունք չեմ ունեցել։ Այսինքն եղել փոխնախարարի պաշտոն, գլխավոր վարչապետ, գեներալի պաշտոն։ Իմ պաշտոնը այն որ խոսում է որ պաշտոնական դիրքը կարող դատախազը, հարգելի դատախազը, ու ունեցել է Սարգսյան Արմենիսը, ես Ցույց տվեք, որ այս գործը, որ ես արել եմ, ունեն հրամայել։ Զինվորական կառույցի մեջ գոյություն ունի հրաման տալ, հրաման ընդունել։ Զինվորական կառույցի մեջ չի կարող գնդապետը հրամայի ներկայացնել։ Արոն երաբարական դարձան ներկայացուցիչ, որ գնումների բաժնում, նույնիսկ պաշտպանության նախարարության կապդաշնացա վարչությունը, նույնիսկ իր գնումները անելու, ինչ-որ բան, այսինքն շինարար ընտրելու, կոմունալ ճամփորդման արքունքները լուծելու, որը կապարար ուտելու, նույն իրավունքը չի ունեցել։ Պաշտպանության նախարարության կապիտալ շնացա վարչությունը նույնիսկ ֆինանսական կարգադրիչ չէ։ Այդ դեպքում ինչպես է պատկերացնում այն մեղունակները որտեղ Երբես կարդացել եմ այդ մեղադրանքները, այդ ամբողջ մեղադրանքների մեջ մի մարդ չկա, որ ասի, որ ես եմ սա արել։ Բացառությամբ հազարակ աչքի։ Այնն այստեղ էլ հայտարարում ինքը թե դա ասել, դա իր գործն է, իր ընտրությունն է, իր խիղճն է, ինքը դեռ ամեն մեջ չկա։ Դե ով է թողիկ դասի, դա իր ընտրությունն է, դե քիես կարգավիճակում հայտարարել։ Բայց այնքանով որ այդ խիստ անհիմն ապօրինական
վերաբերում նախաքննական մարմինն է իմ հանդեսները։ Ապա այս հայտարարում եմ այստեղ, որ այն 49 վկաների բոլորի հանդեպ նախաքննական մարմինը համապատասխան վերաբերում է։ Ամեն մեկին մի ինչ-որ բանով փորձի ճշի ստեղծի, որպեսզի կարողանա բնություն գործի։ Այսինքն, ի՞նչն է ձեր համար հարգելի կարգախաս ձեր համար կարևորը, որովհետև սա պաշտպանության նախարարությունը բազմաթիվ այդ կրկնում է հողատարածքներ եւ ոչ միայն հողատարածքներ, այլ բազմաթիվ այլ արժեքներ ունի, որոնք այլ վարչություններով, ուրեմն համապատասխան կարգերով դրան օտարվում են իր շահ պաշտպանության նպատակները։ Բարձր է։ Դուք Սարգսյան Արմենի անձը որպես մեղադար գնահատելուց, բարձր է, որ Սարգսյան Արմենը նույնիսկ քաղաքապետարի շքինարությունները նստաբացել է Սարգսյան Արմենը։ Բարձրաբաչի ներկա, բարձր է, որ նույնիսկ պետական անվտանգության սաստավերը, որոնք դուք մտնում Սարգսյան Արմենը, ինչ կապում է պետական դաշնությունները։ Դուք բարձր եք, որ Սարդարապետի շինարությունը, որը պաշտպանության նախարարությունը եղել է մշակույթի եւ ուրեմն սպորտի նախարարությունում ոչ մի կապ չունի, բայց պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչությունն է։ Դուք բարձր եք, որ այդ հսկայական շինարարությունը, որը 2005 թվականին ինչ-ինչ պատճառով ընդհատվեց, Սարգսյան Արմենը ավարտել։ Հարցրել եք, պարոն Ղազարյան։ Դուք բարձր եք, որ Երևան քաղաքի այս բոլոր արձանները, եւ Բաղրամյանի արձանը, եւ Անդրանիկի արձանը, եւ ուրեմն Բաղջանի արձանը, եւ Տիգրան Պետրոսյանի արձանը, եւ իսկական կապել է կապիտալ շինարարության վարչությունը։ Եւ Վազգեն Սարգսյանի արձանը։ Դուք որևէ ձեր նախագծության process-ում, որ այսպես ներկայացնում եք, եւ որևէ մեկին հանցագործ են որոշում, նա որոշում են այդպես ընդհանրապես գլոբալ առումով, այդ հանգամանքներ, այդ իրադարձությունների գործողությունները հանցան պարունակում թե չէ։ Շատ հնարավոր է պարունակեն, բայց իսկ այդ քննության մեջ պատկառը չեն տեսել։ Ավելի քննությունը կանոնում են, մեկը նա վկայ է, ոնց որ այդ վկայի կանչել վերնան ոչ թե հաստալ համար, այլ հաստալ, որ այդ իրաց իսկ զբաղ պլանոցը փեշապետ որովհետև հաջորդ պահին պետք է ուրիշ վկայի կանչեն վերել, ու շատ բնական, տրամաբանական հաստատ չէ կրել։ Ես իրավաբանական չէ, բայց գոյությունի իրավաբանության հիմքում 3 կարևոր սկզբունք՝ բացասման բացասում, հաջորդականության սկզբունքը եւ մեկը հակադրության սկզբունքը։ Ցանկացած հանցագործում բացահայտելու համար ոչ մի ի սկզբանե հանցագործներին դնելով ոչ մեկին դու չժխտես։ Ձեր նախագծության process-ում զոհը ի սկզբանե ընտրված է, Սարգսյան Արմեն։ Մագաղացուն ընտրած է, մնացած բոլոր ամեն ինչը, որ ի սկզբանե պետք է այդ հանցագործությունը բացահայտել, շատ հնարավոր է, որ հանցագործության բացահայտումից պարզվել, որ ոչ մի հանցագործություն չկա։ Շատ հնարավոր է, որ հանցագործություն լիներ։ Այն ժամանակ ես որի մասին ես ասել եմ, հենց նախագծության process-ում հաղթակցության, որ ես կընտրեմ։ Բոլոր տեսակի օգնությունը հանցագործությունը բացահայտել վերաբերել։ Բայց ես տեսնում եմ, որ այս մարդիկ ուրիշ նպատակ են դեպքում, որ իրապես այն, կրկնում եմ, իրապես այն գործընթացները, որը որ կատարվել է այլ իրատեսությունների հետ, որը որ կատարվել է նույն պետության մեջ, որը որ կատարվել է նույն օրենքների սահմաններում, ինչ է, օրենքները երկակի ստանդարտ են, ընտրովի են։ Ինչա նախորդ որոշել ենք, որ այս մարդիկ պատասխան չտան, մենք ընտրենք այս մարդուն, այս մարդուն, այս մարդունի դատենք, այս մարդունի խլենք, միջև հիմա էլ, միջև այսօր էլ, ինձ վնաս ենք տալ։ Ես հասկանամ, եթե ես դատվածել չեմ, այս ահրելի վնասը, ես անմեկության կախապարկածով, որտեղ պարզ չի թե ով է հետո դատվելու։ Ես ձեզ հավատալով, լսելով, ոչ մի ծանոթություն ձեր շնորհ ձեր մասին, պատվաժան դատանեմ։ Ես ակնկալում եմ արդարություն։ Ավելի քան համոզված եմ եւ ուզում համոզված լինեմ։ Ուզում համոզված լինեմ, որ այս ապօրինի, այս անհիմն, այս շինություն նեղադրանքը, որի մեջ ես բաց հատականներ չկա, որովհետեւ ես դասություն չունեմ։ Ես կամ կապիտալ շինարարության մեջ, խնդրեմ, թող դնեմ ստուգել։ Ավելին 2005-ից 2008 թվականը բազմաթիվ դրվագներ ալել։ Ես մասած բոլոր կազմակերպությունները ուրեմն ստուգել են։ 2005-ի թող իրավարական վարչությունը որ այսօր պահանջակ դրա, դատախազությունը պահանջակ դրա, թող դային, ասեք գիտեք ինչ, ասես սխալ է։ Էս մի շարունակեք, ստե պետությանը վնաս եք տալու։ Էլ մի հատ ինչ է 2005-2006 թվականի պաշտպանության նախագծության ղեկավարի համար կառավարության նա որոշում փոխել է դժվար է։ Հա։ Ինչ չեն անել։ Ով պետք է անել դա։ Ով։
Այսօր դարել են բոլորը պահանջատեր։ Բոլորը դարել են հաջորդ հարցը, եթե օրինակի համար ոնց որ դուք եք գրել, որ այս ամենը փոխում է իմ պարտականությունը, այս պատվական դատարան, որ բնական այս ամենը փոխում է իմ պարտական, եթե դա վերաբերում է պաշտպանության նախագծան կապիտալշնացությունը զորքերի բնակավարում հարցում։ Որտեղ ես դրի պարտականություն ունեմ, որպեսզի կարողանամ այդ գործերը չունենամ չէ կարող։ Բայց պաշտպանության նախագծան կապիտալշնացությունը ով էլ վաճառող կապակ չի, դուքան չի։ Պաշտպանության նախագծությունը կապիտալշնացության հարցում տարար էդի լիներ, բայց արդեն ստեղծված գնումների հազարողական գնումների վարձում կար։ Գեներալական հանրության դուք դերվի լավ չեք ուսումնասիրել կամ ձեզ դա պետք չի եղել։ Արգելի պատասխան։ Որովհետև բավականա դուք ուսումնասիրեին, որպեսզի ամեն բան կար ընկներ այդտեղը։ Բայց պետք չի եղել։ Մատաղացում ընտրված է եղել։ Ու ամեն ինչ արել եք, որ մատաղացուի այդ փիլոնի մեջը ձեր այն ամեն ինչը լցնեք։ Ոչ մի, դուք կանգնած ասում եք Սարգսյան Արմենը հրամանատարի տելևիզիոնում պակամի։ 1000 ներողություն։ Այդ նույնը որ ես հիմա ես բանասեմ, որ դեպի Վարդապետյանը 1000 ներողություն։ Բանը գործունի ամեն օր, ասա դες կանչել դες հրամանատարը։ Գործունի պաշտպանության նախարար, գործունի փոխվարչապետ բանիոտ, փոխնախարար, շտաբի պետ, գործունի գեներալներ, գործունի գնդապետ։ Պարոն իրավաբանը կարա ասի, որ պաշտպանության նախագծան յուրաքանչյուր վարչություն դա զինվորական ստորաբաժանման համար է։ Այսինքն խաղաղ վիճակում պաշտպանության նախագծությունը մշտապես պատրաստվել է պատրաստի։ Կա հրաման կատարող։ Եվ որպես զինվորական հրամանտար գործունի գնդապետը չի կարող հրամայի, չի կարող հրամայի դասական հրամանտար։ Ավելին պաշտպանության նախագծան կապիտալ շինարարության, որը եթե դուք ուսումնասիրած էիք 2000 թվականին այն կառուցվածքային փոփոխությունը, որ կրել է պաշտպանության նախագծությունը եւ կրել է հատկապես կապիտալշնացության հարցումը, ստեղծվել է պաշտպանության նախագծան կապիտալշնացության երկու տեղականի հաստատ, որի մեկը պետք է այդ զորքերի բնակավարման, դիսլոկացիայի եւ կողմնաշարժման ֆուրացաներ ստեղծել պաշտպանության նախարարի համարով երագույն գլխավորի հաստատումով։ Գևորգյան Արմեն, որը ունեցել է այդ ամբողջ բլոկի կառավարումը։ Սարգսյան Արմենը չէր կարա Գևորգյան Արմենի տեղակալի հրամայել։ Այսինքն ամեն օրից բանուկով չեմ ունեցել, կանչել են ենթակայի դունակեսարությունը, որ ինչ։ Բերեք մի հատ թեկուս մի հատ օրինակ, այս անցնենք այս գրավոր ապացույցները եւ գրավոր ապացույցներով մեկ առ մեկ ինչքան է նախագծության պրոցեսով այս մարդիկ մշակված են։ Ես համոզված եմ, որ պարոն Արգարժան Պատվարժան դատավորի դատական նիստերի ժամանակ իրան արդար է պահել իրաց, ճիշտ են պահել իրաց, խեղճոյ արու եւ այս ամենով իրապես արսվել է թե ով է իր պաշտոնական դիրքը չարաշահում, ով է այսօր իմիտացիայի հետևից ընկած, ով անգամ էֆորայի հետևից, ով հետագայում պատասխանատու։ Հայտարարում եմ, որ ես այս ամենի մեջ ոչ մի տեղ չունեմ, ապաշնատատարան, հայտարարում եմ, որ ես ամենի մեջ ոչ մի մասնակցություն չեմ ունեցել, ինձ որևէ մեկը հրաման չի տվել, իմ սպայական պատիվը, իմ քարտդաստիարակությունը, ուրեմն այնտեղ, որտեղ որ ես որևէ կրկնում լիազորություն չեմ ունեցել, որ ես ոչ էլ որևէ հրաման ունեցել։ Ոչ էլ ես որևէ մեկին հրաման եմ տվել։ Ուստի այս ամենը համարում եմ շինծու կեղծ Սարքովի մեղադրանք իմ հանդեպ։ Եվ ակնկալում եմ ձեզանից արդարամիտ, օրինական գործընթաց այս պետականության պրոցեսի։ Շնորհակալություն։ Ինչպես ակնկալում նշեցիք, 5 թվականի մարտի 21-ին միջնորդություններ են ստացվել դատարան, իրական գործողություններ վերաբերյալ մասնավորապես ստեղծված միջնորդությունների իսկ ներկայացվել են գնահատման աշխատություններ, վերաբերյալ եւ դրա արդյունքում աշխատանքան կողմնակել է կոնկրետ դեպքեր արտիլանքի իսկնացիա Պատվարժան դատարան միջնորդությունը վերաբերում է ձեր վարույթում լվող հետեւողությունից 24 իրական վարույթով պարոն Սարգսյանի պատվիրատուի
որ դատանի կողմից երբ որ դատախազությունը ներկայացել է ինքնային հայց, դատանի կողմից նաև դրա ապահովման ուղղված միջոցներ է ձեռնարկվել, հա, նշեմ, որ պարոն Սարգսյանի անվան վարկագույքային միավորները մեր կողմից ներկայացվել են համապատասխան լիցենզիա ունեցող անձին ֆինանսման, քանի որ գտնում ենք, որ ավելի մեծ գումարի չափով է արգելանքը փաստացի կիրառված, քան այն ինչ որ դատանի կողմից կիրառվել է, ուստի հաշվի առնելով նաև իրական դատավարության օրենսգրքային կարգավորումը, որի համաձայն անձը, այսինքն պարտապանը, հա, որպես այդպիսի սուբյեկտներում կարող է եւ ինքը որոշել, թե որ գույքերը արգելադրվեն, որը չէ, նպատակը այն է, որ դատանի կողմից սահմանված գումարի չափը ապահովվի եւ նաեւ նշենք, որ սկզբնապես պետք է արգելադրվեն անշարժ գույքերը, այնուհետև դրամական միջոցները, սակայն այս բանից արգելադրված են պարոն Սարգսյանին պատկանող թե ամբողջ անշարժ եւ շարժական գույքերը, թե դրամական միջոցները եւ նաեւ արգելանքները կիրառված են մեծ համար մի փոքր անհասկանալի պայմաններում, արգելանքները կիրառված են նաեւ պարոն Սարգսյանի կնոջ հաշիվների վրա, այսինքն ամբողջությամբ սահմանափակված են եւ որևէ երբ անձիկ չեն կարողանում տիրապետել, տնօրինել դրանցում առկա միջոցները, հաշվի առնելով այդ հանգամանքը, մեր կողմից քննարկված ցանկի սկզբանե դատանի ներկայացվել էր թվով 4 գույքեր, այնուհետև դրանց հետո իլերում միջնորդությամբ ավելացվել է նաև այլ գույքային միավորներ, որոնք որ դատային էլեկտրոնային ներկայացվել են, եթե անհրաժեշտություն կա, մենք այդ եզրակացրել օրինակները մեզ մոտ ունենք համատելու օրինակի հետ հավաստիանալու համար, դա է սկզբանե պարոն Սարգսյանը ցանկանում ներկայացնել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ամբողջական գույքերի գնահատման արժեքները շուկայական եւ նաեւ լիկվիդացիոն, չնայած օրենքի տեսանկյունից շուկայական արժեքը պետք է ինքը թողի, բավարարում են գույքի արգելադրման ձեռքից կայացված որոշման կատարման համար, ուստի խնդրում ենք մեր կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել գույքերի վրա արգելանքը պահպանելով բոլոր դրամական միջոցների վրա արգելանքները անել։ Արելի պաշտպան, տեսեք միջնորդության մեջ նշված է, որ Արմեն արգելադրվի միաժամանակ հնարավոր համաձայնություն միջնորդության ասեմ պարոն դատան, նաև նշեմ, որ այն գույքը, որը որ պարոն Սարգսյանը անվանվել, արդեն իսկ բավարարում է։ Մենք դա լրացուցիչ ինչու ենք նշել, որ եթե դատանը մի պահ համարի, որ արդեն իսկ արգելադրված գույքերը պահպանվեն, դրամական միջոցները հանվեն, որտեղ այդ նույն գույքերը, որոնք որ պարոն Սարգսյանի կնոջ անվանվում են, դրանք ևս արգելադրված են։ Ձեր որոշման հիման վրա հաշվի առնելով, որ վերջիններս ունեն ամուսնություն համադրյալ ընթացքում, դրա համար արդեն իսկ ձեր որոշման հիման վրա ամբողջ արգելադրված է։ Մեր խնդիրը հիմնական խնդիրը դրամական միջոցները արգելանքից հանելն է, նպատակը դա է։ Եվ հաջորդ հարցը տեսեք, իմ կողմից կայացված որոշումը ապահովական դեռ հարցակվել է ոչ թե կոնկրետ գույքերի և դրամական միջոցների վրա արգելանքի այդ կոնկրետ նշվել է դրամական գումար և այդ չափով արգելանք նեման ուղղված կատարողական տեղ է արվում։ Հիմա արդյոք այս ձեր կողմից ներկայացված հանգամանքները արդյոք չեն գտնվում արտադիր կատարողի դաշտում և արդյոք պետք է այնտեղ դիմեք, որպես ես համապատասխան աշակերտություններով, եզրակացություններով արտադիր կատարողները դատարանի որոշման պահանջները կատարեն, որ դատարանը նշել է կոնկրետ չափ և եթե ավել է արգելադրված, ապա եթե դուք սա ներկայացնեք այնտեղ, միգուցե իրենք են դրա հասցեատերը, տեսեք, իմ կողմից չի նշվել SSSS, այդ կոնկրետ չափ են նշվել, եթե հիմա դուք ներկայացնեք, միգուցե իրենք արդեն վերացնում են։ Պատվազան դատարան, նախ եւ առաջի հարցին պատասխանեմ, նախ մեր կարծիքով այս հարցը գտնվում է նախ եւ առաջ դատարանի տիրույթում, այնուհետև հարկադիր կատարման ծառայության տիրույթում, քանի որ քրեական դատարության օրենսգրքի 133 հոդվածի 8-րդ մասը նշում է, որ եթե որոշման մեջ արգելադրման ենթակա գույքը որոշակիացված չէ, ինչպես որ ձեր կողմից կայացված է որոշումը, ապա արգելադրմանը
դիվացայական ներկա գտնվող սեփականատերը կամ գույքի տիրապետող իրավունք ունի ընտրելու այն գույքը, որը բավարար է որոշման պահանջներ կատարելու համար։ Մեզանից ոչ մի բան չի հասցրել, այսինքն որ գույքն է գծում արգելադրելի որը չէ, ձեր որոշման հիման վրա, թե պարոն Սարգսյանի, թե նրա կնոջ բոլոր գույքեր, դրամական միջոցները ամբողջությամբ արգելադրվել է 24 ժամվա ընթացքում կարելի է այսպես ձևակերպել, անկախ նրանից, որ քրեական դատավարության մի փոքր այլ կարգավորում է տալիս, հարկադիր կատարման ծառայությանը մեր կողմից մի միջնորդություն ներկայացվել էր նաև արգելադրման հետ կապված, վերջիններս գրել էին փորձեն գրություններ գտնեն, անկախ փորձագետի կողմից համապատասխան գնահատումները կան, լիցենզավորված կազմակերպության կողմից կան, բայց իրենց կողմից արգելանքները չի հանվել, նշվելով, որ դատախազության, եթե չեմ սխալվում, բառացի կարող այս բան չմեջբերեմ, փորձեն գտնել պատասխանը, դատախազության կողմից առարկություն է ներկայացվել, նմանատիպ ձևակերպմամբ, հաշվի առնելով, որ դատախազությանը մենք հարկադիրի բարություն չենք կարող առերես շփվել, քայլել այդպես ձևակերպել, եւ ի վերջո բոլոր գործընթացների ղեկավարումը իրականացնում է բարդ իրականացնող մարմնի կողմից, իդեմս ձեզ, դրա համար միջնորդությունը վերել է ձեզ աղթենից, որ մենք էլ նախ եւ առաջ հասկանանք ինչն է պատճառը, որ այդ բլու չի եղել, մենք այդ գործընթացով փորձել ենք ներկայացնել։ Բարի, շնորհակալություն որոշումը ավելացնելու բանումն եք, եթե չունեք մի ամիս փոխում ավելացնելու բանումն եք։ Շնորհակալություն պատվարժան դատարան, միջնորդությունը կոչվեց շատ վերացական եւ որքան հասկացա միջնորդությունը վերաբերվում է ինչ որ փորձակնությունների, նաեւ եզրակացություններին, գույքերի արժեքի հետ կապված եւ նաեւ նշվեց, որ ինչ որ կոնկրետ գույքերի մասին է խոսքը, որ պաշտպանության կողմը առաջարկում է դրանք վերցնել։ Նախ ես այս բարեգործությամբ զրկված եմ այդ փաստաթղթերին ծանոթանալու հնարավորությունից, նույնիսկ չգիտեմ ինչ եզրակացությունների մասին էր նշում հարգելի պաշտպանը, ինչ կոնկրետ ինչ գույքերի մասին էր նշում պաշտպանության կողմից, դրանով պայմանավորված պատվարժան դատարան, ես հիմա չեմ կարող որևէ կոնկրետ դիրքորոշում հայտնել, խնդրեի այդ միջնորդությունը եւ դրանից ներկայացված փաստաթղթերը տրամադրել ծանոթանալու եւ համապատասխան դիրքորոշում հայտնելու կապակցությամբ համար, ինչ վերաբերվում է հարգելի պաշտպանի կողմից բարձրաձայնված այն հարցին, որ դիմել են համապատասխան մարմնի գույքերը դրված արգելանքը վերացնելու կամ մասնակի մասով վերացնելու եւ դատախազությունը դրա հետ կապված առարկություն ներկայացրել, այո, այդ հանգամանքը ես պնդում եմ, որովհետեւ բացահայտել դաշտեր կատարումով եւ դատախազությունը Տեսեք պատվարժան դատարան, քրեական դատավարության սահմանված կարգով, եթե հիշողությունը չի դավաճանում, պաշտպանության կողմը իրավունք ունի դիմել համապատասխան մարմնին արգելանքները մասնակի վերացնելու կամ որոշ մասով վերացնելու եւ դրանով պայմանավորված մեկ օրինակն էլ երկօրյա ժամկետում ըստ օրենսդրի կարգավորումներով ուղարկվում է դատախազություն, տեղեկացվում է դատախազությանը, դա օրենսդրի կարգավորումներն են։ Այդ հանգամանքով պայմանավորված ենթադրում են պաշտպանության կողմը իր միջնորդության մեկ օրինակը նաև ուղարկել է դատախազություն եւ դրանով պայմանավորված նաև դիրքորոշում է հայտնվել, որովհետեւ պետք է նաև դիրքորոշում հայտնվել։ Ես մոտավորապես ներկայացնեմ հանգամանքը, միջնորդվում էր արգելանք թողնել միայն Արմեն Սարգսյանի պատկերով ընկերության բաժնե մասերի վերաբերյալ մնացած բոլոր գույքերի արգելանքը անել, եթե հիշողությունը չի դավաճանում, գովաննակությունը սա էր։ Բայց քանի որ պատվարժան դատարան տվյալ դեպքում որևէ կերպ չի կարող հսկվել այդ ընկերության գույքի օտարումը, հետևաբար հենց այս պատճառաբանությամբ մեր կողմից, անձամբ իմ կողմից առարկություն է ներկայացվել, որովհետև եթե արգելանքը մնա բաժնե տոմսերի, բաժնե մասերի վրա, ընկերությունը կարող է, հնարավոր է, ողջամիտ տեսակետ է ապրելու իրավունք ունեցող, որ օտարի գույքը արդյունքում բաժնե մասերի արժեքը իջնի եւ որևէ գործիքակազմ չկա արգելելու այդ գույքի օտարումը, նկատի ունեմ ընկերության բալանսում հաշվարկված գույքի օտարումը։ Եվ ես կարծում եմ համապատասխան օրենսդրական հիմնավորումներով եւ ողջամիտ առարկություն են ներկայացվել, հիմա արդեն նոր տեղեկանում եմ, ենթադրում եմ պաշտպան
քանի խոսքից, որ այդ միջնորդությունը չի բավարարվել կամ մերժվել է, ճիշտ ասած, ես արդյունքների մասին տեղեկություն չունեմ։ Հիմա միգուցե նաև այդ գույքի կամ այդ բաժնի մասերի մասին է նորից խոսքը, որը բարձրացվեց միջնորդությամբ։ Ես տեղեկացված չեմ եւ ոչ էլ նշվեց կոնկրետ, որովհետեւ դա է հանգամանքը, որ ես ցանկանայի ցանոթանալ կոնկրետ ինչ գույքերի մասին է կամ առասարակ ինչ է միջնորդում։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս հանգամանքին, ես կարծում եմ դատարանը իրավացիորեն արձանագրեց, որ դատարանի կողմից կայացված որոշումը իրավաչափ է եւ օրինաչափ, հիմնավորված, բավարար կերպով պատճառաբանված, հավանաբար հենց պատշաճ մարմինն է գտել, որ այս ամբողջ գույքերի արժեքների գույքերի վրա արգելադրում է միայն ողջամտորեն կարող է հնարավորություն ապահովել հետագայում պատճառված վնասը վերականգնելու։ Այսքանը։ Պատմական նախ վերջից սկսեմ, եթե իրավասու մարմին դիտում ենք հարկադիրը 24 ժամվա ընթացքում ոչ փորձել է, ոչ է կարող է հասցնել հասկանալու այդ գույքերը իրականում ինչ արժեք են։ Եվ ընդհանրապես մեխանիկական տեսանկյունից դրվել է արգելանք ամեն ինչի վրա, թե դրամականով, թե ինչ վերաբերում է դատախազի նշածին բարդեմասի մասում, նախ նշեմ, որ բարդեմասից բացի բոլոր գույքերն են քննադատվել, մեր թիմի խնդիրը դրամական միջոցները եւ բանկային հաշիվները արգելքից հանելն է։ Բոլոր գույքերը, որոնք որ թե պարոն Սարգսյան թե իրականորեն ժամանակ արդեն իսկ արգելադրվել է դատանի որոշման հիման վրա, որպես Զարովին ամուսինն է դա եւ Զարսի հիման վրա։ Այո, դրա համար է ամբողջը գնահատվել է, որ դուք էլ տեսնեք, որ գրեթե երկու անգամ գերազանցում է ձեր կողմից կայացված դատական արտոսանողած որոշման չափը։ Այս բանը մենք խնդիր ունենք դրամական միջոցները բացելու, որպեսզի անձին կարողանան իրենց բնականon կյանքով ապրել, առանձին գույքերի մասով հետագայում եթե ինչ-որ հարց լինի բնականաբար դա միջնորդություն ներկայացնենք, ինչ վերաբերում է դատախազի նշածը, բարդեմասի հետ կապված գույք կոտրել եւ այլն, իմ համար ինչ էր անհասկանալի։ Բարդեմասի ՍՊ-ն, կամ ցանկացած իրավաբանական անձ ինքնուրույն սուբյեկտ է, որի ամբողջական սեփականատերը պարոն Սարգսյանն է։ Երբ որ բազմակերպություն օրինակ տեսականորեն, իհարկե նման բան չի կարող տեղնել, բայց ամեն դեպքում, եթե ունի մեքենա բալանսում, մեքենա վաճառում է, դրանից Բարդեմասի արժեքը չի ինքնը, որտեղ $5,000 մեքենա որ վաճառում, այդ $5,000-ը չի փոշի անում։ Գալիս է նստում որ կազմակերպության բալանսին, ամենապարզ պատճառը, այսինքն ընդհանրապես փոխարկվում է մի մեթոդը, մեկ այլ նույն հաջողությամբ կարող է ՍՊ-ն իր անունով ունենալ $5,000 գումար, այդ գումարով գնի մեքենա, օրինակ։ Այսինքն դա չի լինում, բայց դեռ ավելին է, ինչու մենք մյուս գույքերն ներկայացրել, որ եթե այդ միտումը կա դատախազի մոտ, հիմա գույքը գնահատվել է X գումար, որ արդեն իսկ բավարարում է ձեր որոշման կատարումը, հա, մենք դրան զուգահեռ մոտ 7-8 գույքեր լրացիչ գնահատել ենք ավելացնում ենք, ի վերջո դատախազը որքան էլ համակարգիչ չլինի, բայց այդ Բարդեմասը ունի արժեք ու շատ ահռելի արժեք ունի։ Դատախազը կարող է մտածել, որ դրա արդյունքում եւ ինչ-որ 5%-ի, 10%-ի, 20%-ի տատանում կարելի, օրինակ, հա, դրա արդյունք դրա միտումից ելնելով մենք մոտ 7-8 գույք ենք ներկայացրել, որոնց արժեքը գրեթե բավարարում է։ Դրա համար դրամական միջոցները խնդրում ենք արգելանքից հանել, ընդհանրապես դրամական միջոցները շատ բան չեն լսում։ Դատականության միջնորդության օրինակ ժամանակային առումով Անկեսը կտրամադրենք եւ խնդրենք 5 րոպե ժամանակ, հաշվի առնելով ժամանակը ես կորոշեմ ինչքան։ ժամանակը ես եմ որոշում։ Շնորհակալություն դուք ավելի ճիշտ Ապաշան հաշվի առնելով որ 16 հատորի մեծ տվել է 1.5-ով եւ 40 ժամ անունակություն տեսակցությանը 1.5-ով։ Իսկ եւ ասում եք դատախազությունը այնպիսի մարդիկ են աշխատում, ովքեր որ եթե պետք լինի հնարավոր է ժամկետում ծանոթանալ։ Այդ ասում դառնալ իրավունքի խախտում Ոչ։ Ոչ։ արձանագրել Առաջին իստորիա։ Այո։ Մեր իրավունքի խախտում արձանագրել եք, ես ընդունում եմ, բայց դատախազությունը ասում է որ ունակ է։ Այ հաշվի առնելով դատախազությունը Այ հարգելի պաշտպան։ Հա, մեկ հանգամանքի մասին նշեմ, պատվարժան դատախազ անձնական հաշիվների վրա արգելանքի արտադրությունը էլեմենտար իրավունքների խախտում է առաջ բերում։
Մասնավորապես պատվարժանական կոմունալ վճարումներ, գնումներ, իվիճակի չէ Պաշտպանյանը եւ իր կինը արել, ստիպված են լինում ազգականներին դիմել այս էլեմենտար հարցերը, որ նրանք այդ ծախսերը բոլորը կատարեն։ Այսինքն մեր ներկայացրած գույքը մի քանի անգամ ավել է, քան ներկայացված եւ ես կարող եմ որ որևէ ողջամի անհրաժեշտություն չկա շարունակել գույքերի վրա հաշիվների վրա Ես արձանագրում անեմ։ Դատարանի հարցից հարցել, որ կոնկրետ դատարանը որևէ որոշում կոնկրետ չափով, դրամական չափով արտադրում իրականացնել դեպքեր։ Հետևաբար դատարանը գտնում է, որ սույն հարցի որոշումը ամեն դեպքում առաջին հերթին դեպքում է հարկադիր կատարման իրույթում, ուստի դատարանը առաջարկում է միջնորդությունը համապատասխան փաստաթղթերով ներկայացնել հարկադիր կատարման եւ եթե այնտեղ որոշակի պատասխան լինի, հաջորդից ներկայացնել դատարանը այդ մասով քննարկում իրականացնի, որովհետեւ դատարանը, այսպես ասած, հայցի ապահովման ձևափոխման կամ մասով վերացման որոշում այս պահի դրությամբ կայացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նկատի ունենալով, որ կոնկրետ գույք արգելադրելու որոշում չի կայացվել այսքան դրամի չափով, այսքան արժեքի չափով արգելադրում իրականացնել։ Հետևաբար հիմա, եթե դուք այս ներկայացնեք, կարծում եմ հարկադիր կատարման ծառայությունը պետք է քննարկման առարկա դարձնի։ Եվ խնդրում եմ այդ պատասխանը, եթե չբավարարվի, ներկայացրեք դատարանը արդեն հաջորդ նիստում կանաչարն։ Որովհետև այո, դատարանը արձանագրում է, որ սեփականության իրավունքի սահմանափակումը աստիճանը որոշելիս ևս պետք է հավասարակշռության սկզբունքը ապահովի եւ ցանկացած արգելադրում, որը որ գերազանցում է հետապնդող նպատակը, չի կարող համարվել արդարացված եւ օրինաչափ։ Եվ այս մասով նկատի ունենալով պետք է որ ինքովից կոնկրետ դեպքեր չեն արգելադրել, այդ չափ է որոշվել, այս ներկայացրեք հարկադիր կատարման դեմ համապատասխան միջնորդությամբ, եթե որոշումը կլինի բացասական, այդ որոշման վերաբերությամբ չգիտեմ կամ հարկադիրի պատասխանով կներկայացնեք, իմ կողմից կքննարկվի հնարավոր ելքեր գտնելու, այսպես ասած, ընթացակարգ։ Նկատի ունենալով գտնում եմ, որ ես որևէ չեմ կարող ձևափոխել, որովհետև ես չափ եմ որոշել, այն ոչ թե կոնկրետ։ Բարի։ Նաև դատախազությանն էլ էլեկտրոնային տարբերակով մեզ էլեկտրոնային ներկայացրել։ Եթե ձեր մեյլին հնարավոր ուղարկել եք դատախազության պաշտպանական անձնական դա ծավալը շատ է, դրա համար փոխանցեք որ նկատի ունենալով որ դատարանը եւս մեկ կարճ միջնորդ պատվարժան դատարան պաշտպանյանից նկատենք խափամիջոցի կապվածքացումը վերաբերում եւ շատ կարճ ցածր որ պաշտպանյանը ստացվում որպես խափամիջոց իրավացի գրավ 53 միլիոն դրամի չափով եւ բացակայելով արկել պատվարժան դատարանի վերջերս հրահանգով տեղեկացան որ ստեյցան այս պրինտեր վարդելով մի փոխանցելով դեղական առաջարկել Սերժ ովի նկատմամբ իրական նկատմամբ մանինը անձինս պարոնդերատովի որպես խափամիջոց կիրառել է բացակայության խախտում, որովհետև այդպեսակի խափամիջոց չի կիրառել։ Այսինքն իրավաչափության ողջամտության տրամաբանությունից ելնելով, եթե Սերժ Սարգսյանի նկատմամբ նույն մեղադրանքի բովանդակությամբ որպես կազմակերպչի պայմաններում բացակայելու ակտը բավարար է նրա պատշաճվածքից ապահովելու դեպքում նույն չափորոշիչներից ելնելով վերացել է Արմեն Սարգսյանի նկատմամբ գրավ որպես խափամիջոց կիրառելու հանրություն։ Վերը նշված հանգամանքներից ելնելով պատասխանատվական դարձան պաշտպանության նկատմամբ կիրառված գրավը վերացել։ Այո, որովհետև վերջինս պատվարժան դատարան նույն մեղադրանքն է, ըստեյության մեր մեղադրանքի բովանդակությունից է երևում։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է միայն բացակայելու ակտը եւ ողջամտության սկզբունքից ելնելով պատվարժան դատարան գտնում որ այս պարագայում վերացել է։ Հակառակ պարագայում, եթե մեղադրողը առարկի տվյալ միջնորդությամբ է, ցույց է տալու կամայական վերաբերմունք նույն հարցի վերաբերյալ։ Բարի ավելացնելով որ կողմեր ունեն։ ոչ Պատվարժան դատարան իհարկե առաջնում եմ, բայց դրանով որևէ կամայական արտահայտություն չեմ ցուցաբերում, մայր քրեական գործով եթե դուք այսպես անվանեք, որևէ անձի նկատմամբ արենք քրեական հետաբնում սկսել է եւ
կոնկրետ որևէ տեսակի խափանմիջոց ընտրելը, որևէ կերպ չի կարող ինքնին հանդիսանալ դատարանների կողմից նախկինում արձանագրված այն փաստերի զերոացման համար, որոնք ինքնին հանդիսացել տվյալ խափանմիջոցները Արմեն Սարգսյանի նկատմամբ ընտրելու համար։ Հետևաբար պատվարժան դատարան, ես գտնում եմ այդ հանգամանքը չի կարող հանդիսանալ նոր հանգամանք եւ չի կարող հանդիսանալ խափանմիջոցի վերացման համար առնվազն գրավը։ Պատվարժան դատարան յուրաքանչյուր քրեական գործով առանձին գնահատում է իրականացում տվյալ անձի արևելույթ հանցան կատարած անձի նկատմամբ, թե որ խափանմիջոցը պատշաճ վարկածից կարող է ապահովել։ Այս գործով, ինչպես արձանագրվել է նախկինում, իմ գնահատմամբ նաև հիմա էլ, քանի որ որևէ նոր հանգամանք չի եկել կամ չի փոփոխվել որևէ ռիսկի գնահատում, չի կարող այդ փաստը հիմք հանդիսանալ խափանմիջոցը վերացնելու համար։ Խոսքը վերաբերում է գրավի մասին։ Շնորհակալություն այսքանը։ Պատվարժան, եթե նեղատիվ առարկումը ենթադրում է, որ գումարը ողջունի հաստատ պետք է լինի, նեղադրանքները նույնն են, Արմեն Սարգսյանը չի ընդունում նեղադրանքը, զլմ-ներից ստացած տեղեկություններից Սերժ Սարգսյանը չի ընդունում նեղադրանքը, այսինքն այս առումով որևէ փոփոխություն չկա։ Արմեն Սարգսյանի վրա դրված է քննությանը խոչընդոտելու մասնավորապես վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու վտանգը, երբ գործը գտնվում է դատարանում։ Նախաքննության ընթացքում ակնհայտ է, որ այդ վտանգը անհամեմատ ավելի բարձր է լինում, քան թե դատարանում։ Դա բխում է Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներից։ Եթե պարոն Մեղադրովը գտնում է, որ Սերժ Սարգսյանը ով որ կազմակերպիչն է ըստ մեղադրանքի, շատ չնչին է վտանգը, որ կարա անձանց վրա ազդի, որ ում որ ըստ մեղադրանքի հանձնարարություն է տվել, չի գնա ասի գիտեք ինչ, այդ որ ասել եմ հանձնարարություն եմ տվել, բանամյուսորը դրա մասին բան չասել, դրա վտանգը գտնում է չնչին, իսկ Արմեն Սարգսյանը, որը որ անհայտ անորոշ անձանց հետ կապ չունի, մեղադրանքի անորոշության պատճառով բացի Սերժ Սարգսյանից ուրիշի անուն մեղադրանքի մեջ չկա, մեզ համար անհասկանալի է։ Ինչ ձևով ում վրա պետք է ազդի եւ ինչ ձևի ցուցմունք ստանա, ու այս պարագայում գտնում է, որ 50 միլիոնը խիստ անհրաժեշտ եւ բավարար է, սա կամայական վերաբերմունք է, սա խոսում է այն մասին, որ դատախազություն իրականում ոչ թե օբյեկտիվ քննություն է իրականացել այս գործով, այլ ունի հստակ պատվեր, քաղաքական պատվեր, եւ այս քաղաքական պատվերը այս գործով մինչեւ այս բանը շարունակում է։ Եվ ամեն ինչ փորձում է անել Արմեն Սարգսյանի համար ամենաանբարենպաստ պայմանները ստեղծելու, որպեսզի Արմեն Սարգսյանը ձեռքերը վեր բարձրացնի, մեղադրանքը ընդունի, իրենց ուզած գույքը հանձնի եւ որից հետո նոր կարողանա աշխատել։ Բիզնեսը ամբողջությամբ պարալիզացնում են, խափանմիջոցներ են կիրառում, որի անհրաժեշտությունը չկա պատվարժանդական, ամեն կերպ փորձում են ցավ պատճառել պաշտպանական։ Սա է պաշտպանական կողմի դիրքորոշումը, որ եթե արգելի մեղադրողը չբերեց ոչ փաստացիական կամայական մոտեցում։ Դատարանը ասում է, որ պաշտպանական կողմից խափանմիջոցի կիրառման գաղափարության պայմանների ինչ վերաբերում է այդ անձի նկատմամբ իրակված որևէ խափանմիջոցի, ապա այդ հանգամանքը չի կարող ինքնանալության քննության պատճառներում ունենալ որևէ նշանակություն կամ խափանմիջոց որևէ կերպ անորոշ նշանակություն ունենալ միաժամանակ նկատում ունենալ անհրաժեշտ առաջարկման մի քանի դատական համաձայնեցնենք նկատում ունենալով մայիսի 13-ի ժամը 11:04 հարմար է։ Իսկ ինչ այդ պատմությունը ես ապրիլի